հիմա ֆիլմի մեջ եմ կոնկրետ թաթախված սցենարն ենք արդեն անում ու շատ ողջավորված եմ, որտեվ իմ չափանիշներով ահա որ ծիծաղալու կինո է դառնում։ Հիմա մի քիչ ավելի է դժվարացել տենց համընդհանուր հումոր ունենալը, որովհետև մարդիկ արդեն տարբեր բաներ են նայում։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մենք փոքր էինք, բոլորը կարգին հաղորդում, եթե դաժե չէին է նայել, գոնե ինչ-որ թևավոր խոսքեր գիտեին։ Ես ու ընկերս վթարի ենթարկվեցինք մեքենայով։ Ու տենց գնում եմ տուն, տենց քնում եմ, բան արտանում եմ, մաման ասում է երազիս ասում ավարիա էր տվել, հո բան չի եղել։ Պոդկասթից հետո կաթի վաճառքը Հայաստանում եմ գնալու է։ Բայց մածունին է բարձրանալու։ Ասում եմ թե ես օղի խմող մարդ չեմ, բայց եթե որոշում ենք որ վաղը գնում ենք պայթելու։ Ու բոլորս հիշում ենք հետո դա, որովհետև այդ բացառությունն էր, որ մենք արեցինք, էլի, բայց դրանից հետո չսկսեցինք ամեն օր խմել, որովհետև երեք խմել էինք։ Չէ, բացառությունների առաջ պետք է լինեն գրկաբաց, եթե դա չի դառնալու շարունակական մի բան։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Գարիկ Պապոյանը։ Գարիկի հետ զրուցել ենք սննդի, կրոնի, երաժշտության, ստեղծագործելու, պատմության, ռաբիզի, սպորտի եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Իսկ մենք ունենք նոր գործընկեր Amundi Agba Asset Management։ Amundi-ն Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է 2.25 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով, ավելի քան 100 միլիոն հաճախորդ 35 երկրներում։ Իսկ Հայաստանում 3 պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդ, որոնց մասին ավելի մանրամասն կպատմեմ մեր հաջորդ էպիզոդներում։ Գնացինք։ Գարիկ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, բավականին, մերսի շատ հրավերի համար։ Քեզ մերսի, որ եկար, համե ուզում եմ շնորհակալություն ասեմ բանի live re-range-ի 5-ամյակին, որ եկար ու տենց շատ լավ հանցավ ամեն ինչ։ Մերսի շատ support-ի համար, Շատ հավես, բայց ֆորմատ էր։ Ու ես տենց շատ գնահատում եմ, որ տենց շատ խստորեն դու այդ ֆորմատը ոչ նկարահանելու բանով ես պահում, ոնց հասկացա, տենց ոնց որ պրինցիպիալ բան է մի քիչ էլ ինքը։ Հա, ինքը ոնց որ գիտես, այդ թեմով խոսում ենք, որ ինչ որ բաներ պետք է օֆլայն լինի, էլի, ամեն ինչ չի որ պետք է օնլայն լինի։ Հա, համաձայն։ Այդ պահին եկարը վերապրեցր այդ պահը ու վсё ինքան ցավ գնաց։ Եթե ուզում ես հա ինչ որ կադրեր վերցրա, բայց YouTube-ում չես կարողանա։ Օրինակ Guitar-ն է որ ես եկա, ավելի մերսի հրավերի համար։ Այդ նայեցիր ու անցավ, հա կարող ինչ որ ժամանակ հետո YouTube-ում հայտնվի, բայց այդ պահին այդտեղ վերապրեցիր ու ինքը հենց դրանով ինձ թվում է սիրուն է։ Ոմեկը շատ հավես է որ այդքան մարդ կար։ Հա, ես էլ եմ զարմացել։ Հա, ինքը տենց շատ քիչ բան է կատարվում բեմին բանի առումով, վիզուալի առումով ու շատ դժվար է հանդիսատեսին պահել նստած այդքան ժամ ու որ այդքան հանդիսատես կար, քանի հոգի էր ասեցիր։ Ընդհանուր 5 ոնց որ 550 հոգի մարդեր եկե Երևանում, 500-ից ավել մարդեր եկե։ Շատ լավ է։ Մարդիկ ովքեր sense կարող նստեն ու լսեն ինչա դիմացինը բարձր մտածում, էլի։ Հա։ Այդ շատ լավ դիվան, շատ ուրախացրեց այդ ու էլի հրավերի համար էլ մերսի, որովհետև շատ հետաքրքիր անցավ էլի ինձ համար ամենայն դեպս։ Շատ ուրախ եմ։ Գործերը քո ոնց է հիմա։ Ինչ հետաքրքիր նոր պրոյեկտներ ունես։ Փարքաստու գործերը շատ է, մեր գործերը, որ ասում են գործես լավ է, այդ չեմ կարողանում ասել, մինչև գործը իր արդյունքը ցույց չի տալիս, բայց մի քանի հետաքրքիր բաների մեջ հիմա տենց խորը թաթախված եմ, բոլորն էլ իմ ոլորտի բաներ են, որոնք տենց ժամանակ մեկը ակտիվանում, մյուսը պասիվանում է, բայց հիմա ֆիլմի մեջ եմ կոնկրետ տենց շատ ֆիլմի։ Հա, թաթախված սցենարն ենք արդեն անում ու շատ ողջավորված եմ, որտեվ իմ չափանիշներով ահա որ ծիծաղալու կինո է դառնում։ Այս ոնց որ հիմա այս վերջերս գործընկերների հետ ենք շփվում բան, մարդիկ ովքեր ֆիլմում ուզում են ներդրում անել, ու sense գործընկերների հետ շփվելուց միշտ այս օֆիցիալ մասի ընթացքում այս
ոգևորությունս շատ մանկական չեմ կարողանում դարձնել, ասում եմ շատ լավն է ժողովուրդան, ասում եմ ես համոզելու համար չեմ ասում, էլ իսկապես երբ որ սցենարը գրելուց մենք բարձր ծիծաղում ենք, այդ նշանակա այդ ինձ համար չափանիշ է, էլի, որտեվ ես մեր արածը ամեն դեպքում հենց առաջին հերթին մեր կողմից սիրվելով եմ չափում, հետո արդեն հույս եմ ունենում, որ մարդիկ էլ կսիրեն, բայց եթե իմ դուրը չգա, ես չսիրեմ, ես չծիծաղեմ, երևի դից շատ fake կլինի, որ փորձեմ խաղով կամ բանով համոզել ձեզ, որ ասենք օրինակ ծիծաղալու էլի, իսկ ես շատ ծիծաղալու է հիմա դեռ սցենարային փուլում, ես արդեն ավարտում ենք երևի ինձ շաբաթներ մնաց, արդեն վերջին դիալոգներն ենք վերջնականացնում էլի ֆիլմի։ Այս տարի կնկարեք։ Այս տարի կնկարանենք, բայց կցուցադրենք Գարնանը։ Հա, կհասցնենք Գարնանով վերջացնենք։ Հա, հաստատ կհասցնենք վերջացնենք։ Օգոստոսի սկզբից կսկսենք նկարահանել։ Բավականին երկար ժամանակ ենք ունենում post production-ի համար էլի։ Հա, իսկ կինոյա գնալու թե ինչ-որ streaming service։ Չէ, կինոյա գնալու, ինքը լավ, sense լավ բյուջեով, որակով գեղարվեստական ֆիլմ է, կոմեդիա է, ու գնալու է կինոթատրոններ, հետո Դու ես գլխավոր դերը։ Հա։ Ես եմ գլխավոր դերում վերջապես։ Դե սպասեք, ես թվում է, եթե ասում ես ծիծաղալու լինելու հաստատ Շատ ծիծաղալու։ որովհետև գիտարյոնն էլ էր լավ ստացվել։ Հետաքրքիր էր, բայց գիտես ինչն էր, այդ բանը live rearrange-ին է խոսացինք, որ նես բանը ստացել, որ տարբեր քաղաքների, տարբեր երկրների աուդիտորիան կարողանում է ծիծաղել։ Այդ շատ հետաքրքիր օբզերվացիա է, որ կարևորում եմ, որովհետև հիշում եմ, որ դրա մասին խոսեցինք ու շատ կարևոր է, որ խոսածածը դու գայր, տեսնեիր ու հաստատեիր, հա, կարող է դա չի եղել հենց կոնկրետ այդպես մտածված, որ եկեք այնպեսի բան գրենք, որ բոլոր երկրներում հասկանալի լինի այերի համար, բայց այդպես է դարձել ամենայն դեպս։ Ու փորձով էլ դա ցույց տվեց, երբ որ Եվրոպայի հյուրախաղերը գնացին կարեցինք, չի եղել երկիր, չի եղել քաղաք, որ անհասկանալի լինի հումորը։ Հա, ես ուրախ եմ, որ տենց է ստացվել, իր աշխարհագրությունը մեծացել է դրա շնորհիվ։ Իսկ այդ ինչի հաշվին է տենց եղել մտածել ես, օրինակ չգիտեմ, նոստալգիայի էլեմենտ կա կամ ինչ-որ կետեր կա, որ մեր բոլորի մոտ նույնն է։ Ինձ թվում է այդ թեմաներում խորանում ես, չէ՞ դու։ Ինձ թվում է, որովհետև քանի որ գիտարյոնը չի նախատեսվել օրինակ այդ շաբաթ եթեր գնալու համար, մենք չենք հիմնվել հենց այդ պահին ակտուալ թեմաների վրա։ Վերցրել ենք թեմաներ, որոնք ժամանակ չեն ճանաչում։ Նախ մի մասը հիշողություններ է, որոնք այսպես թե այնպես արդեն ժամանակ չեն ճանաչում, այդ հիշողությունները իմ մանկության հիշողություններ է, որոնք անձամբ իմ հետ ա եղել ու անհավանական բաներ էլ կա ընթացքում, այսինքն իրանք այսպես թե այնպես կապված չեն այս պահի ակտուալ թեմաների հետ, իսկ մյուս մասը հումորային երգերն են, որոնք քննարկում են այնպիսի թեմաներ, որոնք ընտանեկան են, առօրյա են, բայց ոչ օրինակ կապված ինչ որ քաղաքական էսպահի ինչ որ բանի հետ կամ ինչ որ տրենդի հետ, էլի։ Դրա համար էլ ինձ թվում է հասկանալի է։ Ժամանակ չճանաչող թեմաների շուրջ են երևի կառուցել։ Մեր ոդկասթի գործընկեր Իտար Սոլարը ունի նոր ուղղություն։ Բացի արևային կայանների տեղադրումից, ընկերությունը զբաղվում է նաև տանիքների լիարժեք փոխարինմամբ եւ վերանորոգմամբ։ Առավելությունը նրանում է, որ այստեղ գործը վստահում է պրոֆեսիոնալներին, գործում են ապառիքի արտոնյալ պայմաններ եւ այս ծառայությունը հասանելի է բոլորին։ Մի կարևոր փաստ եւս. եթե պատվիրում ես տանիքի փոխարինման ծառայություն եւ արևային կայան, ապա այս պարագայում նաև ստանում ես հատուկ գին։ Հեռախոսահամարը նույնն է 8128։ Ու այդ թեմայով որ խոսում ենք, հիշում եմ նաև ասացիր, որ հիմա մի քիչ ավելի է դժվարացել տենց համընդհանուր հումոր ունենալը, որովհետև մարդիկ արդեն տարբեր բաներ են նայում, տարբեր հետաքրքրություններ ունեն, նույն ֆիլմերը չեն նայում, օրինակ, չգիտեմ, երբ որ մենք փոքր էինք, երևի սաղ 32 ատամը, եթե չէին է տեսել, լսել էին, բոլորը կարգին հաղորդում, եթե դաժե չէին է նայել, գոնե ինչ-որ թևավոր խոսքեր գիտեին, ու ասինքն այդ թեմաներով դրա մասին ինչ-որ հումոր որ անում էր, բոլորը հասկանում էին։ Այս վերջերս ես տենց էլ ընկերական շրջապատում մի հատ հումոր արեցի, ջոգեցի մի հոգի խնդաց, խի որովհետև մնացած այն ինչի մասին ես հումոր էի անում, դաժե չէին է լսել որ տենց բան կա։ Հա, շատ է դիվերսիֆիկացվել ինֆորմացիաների աղբյուրը։ Կամ հումորաներ չգիտեմ ես։
Երկրորդ տարբերակը չենք ուզում քննարկենք, մենք ավելի շատ առաջինը սկսենք բացել, բայց կա այդպիսի բան, մենք այն ժամանակ հիմնականում մեծ մասս նույն կենցաղն էին կիսում, նույն առօրյան, դե բոլորս նույն 5-6 հեռուստաալիք ունենք, նույն ծրագիր ունենք, նույն ժամերի նույն բանն ենք դիտում, ընդհանուր մտածելակերպը քիչ թե շատ մոտ էր, եթե դու տենց յուրահատուկ նեղ մասնագիտական կամ տենց շատ քո սիրած հոբի գրականության ետևից չէր ընկած, որ ինչ որ ինֆորմացիայի բաներ գտել, աղբյուր գտել, որ մենակ դու դրանից սնվում ասենք, հիմնականում բոլորս կիսում ենք նույն բանը, նույն բանից տեղյակ ենք բոլորս, դրա համար հումորները շատերի կողմից նույն հումորը հասկանալի էր, որովհետև ուզած թե չուզած այդ թեմաների մեջ էր պատտվում էլի։ Հիմա դու ասենք դժվար է էլի իսկապես հիմա ինչքան էլ փորձում ենք, օրինակ ես էլ փորձում եմ ամեն ինչից տեղյակ լինեմ, նույնիսկ եթե ինձ հետաքրքրող բան չի, ես կարող ժամանակ հատկացնեմ հիմա մի հատ դիտեմ, այնքան որ իմանամ, մեկը էլի չեմ հասցնում նույնը տրենդ կոչվածներից մինչև վերջ տեղյակ լինեմ, ու եթե հումորային հաղորդումը, որ ինչ որ տրենդի մասին հումոր է անում, 10-ից 9 դեպքում չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, որովհետև շատ սպეციფიկ բան է, էլի շատ պետք է այդ TikTok-յան կյանքով ապրես կամ բան, էդ էլ այնքան է տարիքը սահմանափակում, շատ քիչ մարդ կա, էլի, ու շատ փոքր տարիքային շեմ կա, ովքեր այդ տիպի ակտիվ են, օրինակ ինչ որ սոցցանցերում ու տենց կոնկրետ հենց սա տրենդերը գիտեն։ Ես օրինակ տենց բաներից արդեն կտրվում եմ, էլի։ Հետաքրքիր է, ես այդ թեմով ես վերջերս մտածում եմ, որ բանը ոնց որ հետ են գնում ավելի շատ են հին մոդելին, որ ամեն մեկ իր գյուղում լրված էր ու տենց դրսից ինֆորմացիա որ գալիս էր, իմանում են, որ չէ։ Հիմա ոնց որ այդ գյուղերը դարել է մեր ալգորիթմները կամ մեր հետաքրքրությունները ու ամեն մեկս ոնց որ մեր կղզիում ապրում ենք։ Ու կարող է, չգիտեմ, մի տան մեջ է մարդիկ լրիվ տարբեր բաներ նայեն, տարբեր հետաքրքրություններով ու ոնց որ ամեն մեկս մեր ինչ որ community-ն են գտել, մեր այդ community հետ կապ։ Օրինակ, չգիտեմ, հիմա իմ TikTok-ը մտնենք կամ Instagram-ը լիքը տրիատլոնի վիդեոներ ա բերել, հեծանիվ քշողներ, վազողներ, չգիտեմ։ Դες կա որ մի ամիտ ընկերդ բացում է իր Instagram-ը, տեսնում ես ինչա մտածում։ Հա, լրիվ։ Կամ YouTube-ը բան, որ այդ ալգորիթմը տենց է, տեսնում մի բան այնքան որ քեզ հետաքրքրես, դրա շուրջ ինչ կա, տենց քեզ մատուցում է ու դու էլ որ երկար նայում ես, քեզ թվում է ամբողջ աշխարհը դրա մասին է, էլի։ Բոլորը հետ են նայում, բոլորը հետ են մտածում, այսինքն մի ամիտ ընկերդ YouTube-ը բացում ես, ասում ես ուրիշ աշխարհ կա, ის ինչ օրհասարակ չես լսե ինչա կատարվում, էլի դու քո այդ բանի մեջ քո փոքր այդ գյուղում ապրում ես, էլի։ Որպես մտածող լրիվ տենց է ու ոնց որ իրար հետ արդեն ավելի դժվար ենք լեզու գտնում։ Բայց դրա մեջ մի հատ շատ հետաքրքիր դրական բան էլ կա, հենց կոնկրետ իմ համար, էլի։ Ասենք ինֆորմացիայի այդ հսկայական ծավալն ու աղբյուրները, որ մեր առջև բացվել է, ու դու կարողանում ես այդ ոչ թե ի վնաս օգտագործես, այլ ի օգուտ, քեզ տալիս է հնարավորություն, ասենք, պատահական ներկա գտնվես, օրինակ, նենց գիգանտների, ասենք, դեբատների կամ զրույցների, որ ասենք նույն բանն է, որ ասենք հին ժամանակները պատահական, ասենք, բիսեդկի կողքով անցներ, որտեղ ասենք Արիստոտելենք նստած բան էին խոսում, ասես մոտենայր մինչև վերջ լսեր, էլի, այդ հնարավորությունը լայվ լսում ես այդ ամենը։ Մենք երբ պիտի ունենայինք տենց հնարավորություն տեսնել այդ մակարդակի մարդկանց մտածելուց ու քննարկելուց։ Եթե չենք սովորում օրինակ Օքսֆորդում կամ Քեմբրիջում, որտեղ այդպիսի մարդիկ օրինակ հյուրեն սպիկերներ են, իսկ մենք հաստատ չենք սովորել, դժվար էլ սովորենք, չէինք ունենալու այդ հնարավորությունը։ Հիմա ասենք դու մի քլիկով ասենք հայտնվում ես տենց գիգանտ մտածող մարդկանց, ասենք շրջապատում լսում ես, ցնդվում ես, էլի, որովհետև մենք այդ դեբատների մշակույթը չենք էլ ունեցել մեր երկրում եւ հավանաբար պոստսովետական ոչ մի երկիր էլ նորմալ չի ունեցել, որովհետև սովետական երկրում ինչ դեբատ բոլորը պայմանավորվում էին ինչ պիտի ասեին, տենց հստակ անգիր արած ասում էին, ու այդ դեբատների մշակույթը իրար հարգելու, իրար խոսք մինչև վերջ լսելու ժամանակով դասավորած ինչ որ մի claim ոնց են ասում, այսինքն ինչ որ մի միտք ասելու դրա շուրջ ծավալվելու այդ մշակույթը մենք չենք ունեցել, ցավում եմ որ սենց ոնց որ մի քիչ շատ ուշ բացահայտեցի իմ համար այդ աշխարհը, բայց ամեն դեպքում ինձ ասենք շատ հիմա ինչ ես լսում, ինչ հետաքրքիր բան ես տեսած վերջերս։
ամենավերջինը, որ տենց շատ հետաքրքիր տենց մի զրույց էր երկու տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց մեջ, այդ Ալեքս Օ'Կոնորն էր, Ջոն Լենոքսի հետ, եթե ճիշտ եմ արտասանում ազգանունը, Ջոն Լենոքսի հետ տենց շատ հետաքրքիր զրույց էր, հենց Օքսֆորդի ոնց որ այդ հին դեբատների դահլիճում նստած տենց հարցազրույց էր։ Էդի վերջին էր որ նայել եմ, այդ շատ հետաքրքրեց, ինչ եմ ասում այդ մշակույթը, որովհետև Ալեքս Օ'Կոնորը ինքը տենց աթեիստ թևի ամենա երևի երիտասարդ փիլիսոփաներից է, շատ հետաքրքիր մտածող տիպ է, էլի։ Իսկ Ջոն Լենոքսը Օքսֆորդի մաթեմատիկ գիտնական քրիստոնյա է։ Այդ շատ հետաքրքիր զրույց էր ու պետքա ունենաս ճիշտ մշակույթ, որպեսզի կարողանաս կրոնի շուրջ երկու ծայրահեղ միտք ունեցող մարդկանց մեջ տենց խոսակցություն ձևավորես առանց վիրավորելու, առանց ընդհատելու, իրար լսելու, ինչ որ կետեր ընդունելու, որտեվ կոնկրետ հենց Ալեքսի դեպքում ինչքան էլ հավանաբար ես ու ինքը տարբեր ճամբարներում են գտնվում, մեկը սիրում եմ, որ մարդիկ երբ որ հարց են տալիս քեզ, ոչ թե ուզում են ճիշտ դուրս գան, այլ ուզում են ճիշտ իմանան։ Տենց այս իրանց խոսակցությունը շատ հետաքրքիր է։ Եթե ժամանակ ունենաս, անպայման լսի։ Հա, հենց դեռ մոտս գրեցի, որտեղ ես չէի տեսել այդ դեբատը, բայց շատ հետաքրքիր թեմա է։ Ես այդ թեմայով բանին էի նայում։ Սեմ Հարիսի մեկ է Ջորդան Պիտերսոնի դեբատը, էլի բաններ քրիստոնեության թեմայով։ Դե Սեմ Հարիսն է տենց հայտնի, շատ հայտնի աթեիստ է, Ջորդան Պիտերսոնն է ավելի շատ։ Չի ասում ինչ է վերջ։ Ինքը Դե ես վերջերս ոնց որ ասեց, ինքը տենց տարել է շատ քրիստոնյա։ Բայց չէ ոնց որ ավելի վերջերս մի հատ ջուբիլի բան կա, կարող տեսած այս ֆորմատը, որ մի աշխարհայացք ունեցող մարդը ընդդեմ 25 հակառակորդների այս բան կա։ Բայց վերջինը դες մի քիչ այդքան լավ չգնաց Ջորդան Պիտերսոնի համար, որովհետև հայտնվել մի տեղ, որտեղ քրիստոնյան ընդդեմ 25 աթեիստների խորագրով հաղորդում է, բայց ընթացքում ասել ես երբեք չեմ ասել, որ ես քրիստոնյա եմ, շատ սխալ տեղ տարավ, դրա համար դժվար է, հա։ Հա, բայց հետաքրքիր օրինակ բան է, դեբատների կուլտուրան մեր մոտ ինչի չի զարգանում, էլի։ Ինձ թվում է սովետական միությունը դրա մեջ այդ սովետական մշակույթը առհասարակ ճիշտ ու սխալը բարձրաձայնելու կամ ինչ որ բաները հարցի տակ դնելու, տեսանկյուն հարցի տակ դնելու, ասենք արգելված բան է եղել։ Դրա համար ինձ թվում է չի զարգացել, որովհետև ես համոզված եմ, որ սովետական միության ժամանակ, ասենք մեծ հսկա մտածողներ են եղել, ովքեր կարային այդ դեբատների մշակույթը զարգացնել, ճիշտ հարցեր էլ տային, հետաքրքիր թեմաներ էլ թեզիսներ էլ բարձրաձայնեն, բայց արգելված բան է եղել, էլի, այսինքն բաներ է եղել, որ չի կարելի հարց տալ դրա մասին, էլի, հենց հիմնական այս քննարկումները կրոնի շուրջ էլ լինում է, իսկ այն ժամանակ կրոնով էր քննարկելու, ասենք։ Դե կրոնն է, այդ սոցիալական ինչ որ հարցեր է, որը էլի social science է, էլի մաթեմատիկական ֆիզիկա չի, որը մի հատ ընդունված մոդել կամ ճիշտ չկա, դրա համար մարդիկ այդ թեմաներով անընդհատ քննարկումներ են անում, բայց հետաքրքիր է մարդկանց այդ բարձրաձայն ճշտի փնտրտուկի խոսակցությունը շատ հետաքրքիր է։ Շատ Ալեքսը Օ'Կոնոր ինքը տենց երևի թինեյջ ժամանակներից Ալեքսը մաթեմատիկոս էր։ Չէ, Ջոն Լենոքսը էր մաթեմատիկոսը, Ալեքսը այդ երիտասարդ փիլիսոփան է, աթեիստական կողմի, թինեյջերական տարիքից հարցերը առաջացել իր մոտ այս թեմայի շուրջ, ինքը շատ խելացի, շատ կարդացած տղա է, շատ հավատացյալ մարդկանցից ավելի լավ իմացող Աստվածաշունչը փաստարկներով, էլի, ահա որ լավ իմացող, ասենք sense ոնց որ ես միշտ հետևեմ, որտեղ ինձ հակառակ կարծիքներ է հետաքրքիր, որպեսզի դու տենց կաղապարված չլինես մի տեսանկյունի մեջ, շատ կարևոր է որ իմանաս հակառակ կողմը ինչ է ասում, էլի, իսկապես դեբատների լավ կողմը դա է։ Ես ոնց որ sense աչքիս առաջ տեսնում եմ այդ տղու Ալեքսի կոնկրետ ոնց որ այդ ծաղրական մոտեցումը քրիստոնեությանը այդ պահից սկսած մինչև իրա դեպի արդեն
ագնոստիկ վերաբերմունք է այս հարցին, ոնց որ ինքն էր այդ խոսակցության մեջ ասում, արդեն ոնց որ շատ ծայրահեղ աթեիստից վերածվել է այտենց ագնոստիկի, արդեն ինքը այն որ պարզապես փնտրտուքի մեջ է, էլի վերջնական չի ասում կա թե չկա օրինակ ստեղծող էակ մեզ բոլորիս եւ Ջոն Լենոքսը, ով որ այնց հետաքրքիր, ինձ հետաքրքիր են գիտնական քրիստոնյաները, ովքեր մենակ հավատքը կուրորեն չեն բնութագրում, այլ փորձում են մաքսիմալ գիտության մեջ այդ դրա բացատրությունները գտնեն ու փոխանցեն, ու այդ խոսակցության մեջ շատ հետաքրքիր թեմա կա հենց կոնկրետ մեր ԴՆԹ-ի մասով, որտեվ վերջին ուսումնասիրությունները, վերջին ասելով կարող վերջին 20-30 տարվա կամ 50 նույնիսկ շատ բան են խոսում, այսինքն այն թեմաները, որ եղել է մինչև ԴՆԹ կոդի հայտնաբերումը ու մինչև այդ ռադիկալ տարբերվում է աթեիստների հարցադրումների մասով էլ, որովհետև ժամանակին ասենք գիտական հիմնական ճյուղը հիմնվել է Դարվինի թեզի վրա, կյանքի առաջացումը դժվար է հայերեն, sense որ անգլերեն աղբյուրները sense թարգմանում են, չէ՞ ընթացքում, հա։ Բայց կյանքի առաջացումը, այդ պատահականության սկզբունքները, այդ մոլեկուլյար աշխարհի պատահական գոյացումը եւ այլն, շատ խիստ չդատեք, եթե սխալ թարգմանեմ ինչ-որ բաներ, բայց ասենք երբ որ մարդիկ գտնում են, որ բջիջի մեջ կա ԴՆԹ ու այդ ԴՆԹ-ն, ասենք 3 միլիարդ նիշ ունի իր մեջ, որը պատկերացա նախադասություններ է, որը ասում է թե ինչ տիպի ամինաթթուներ պիտի արտադրվի, որ ինչ տիպի սպիտակ ուստերից մենք բաղկացած լինենք, ու այդ ԴՆԹ-ն ունի քերականություն, այս ամենակարևորը։ ԴՆԹ-ն այդ ինֆորմացիան ունի քերականություն, ունի նշաններ սկզբի ու վերջի, պունկտուացիա ունի, ոնց որ քերականությունը ունի, ասենք այդ նենց մի հատ բացահայտում է, որ շատ թեզիսներ մինչև այդ հարցականի տակ է դնում, էլի, որովհետև հստակ է, այս էլի Ջոն Լենոքսին եմ ես հիմա ցիտում, որ բջիջը դա ասում են դա սկզբից մտես միա բջիջ էակներ են եղել, չէ, հետո տենց ոնց որ բազմա բջիջ ավելի բան էակներ են առաջացել, հա, բայց հստակ է, որ բջիջը առանց ԴՆԹ-ի գործառույթ չունի, չի աշխատում։ ԴՆԹ-ն չափազանց բարդ է։ Իսկ ԴՆԹ-ն էլ առանց բջիջ տեղ չունի, ոնց որ ԴՆԹ-ն ու բջիջը sense մի բան են, այսինքն իրանք իրար հետ են ստեղծվել, փաստացի, մեկը առանց մյուսի, հավի եւ ձվի պատմությունն է, էլի։ Իրանք իրար հետ են ստեղծվել, իսկ եթե ինչ-որ մի բանը ինֆորմացիա է գրում, մարդկության պատմության ու առասարակ փորձը ցույց է տալիս, որ կոդավորված տեղեկատվությունը միշտ ունի հեղինակ։ Չի լինում, որ լինի տեղեկատվություն, ինֆորմացիա ու չլինի հեղինակ, տենց պարզապես չի լինում, էլի։ Երկրորդը այդ պատահականության տեսության հերքումն է կարելի ասել, որ օրինակ եթե մենակ մարդու աչքը սպիտակ մասը, կրիստալին օրինակ, որպեսզի պատահականությամբ այդպիսի բան ձևավորվի, պետքա մոտավորապես 13 տրիլիոն տարի, ինչը ավելի շատ է, քան մեր տիեզերքի տարիքն է առհասարակ։ Big Bang-ը, հա։ Չէ, տիեզերքի տարիքից մեծ է 13 միլիարդ տարին, միլիոն ասի, միլիարդ, 13 միլիարդ տարի, եթե տենց պատահականությամբ ինչ-որ բաներ հավաքվի իրար ու աչք ստեղծվի, էլի։ Հետաքրքիր է։ Այդ շատ հետաքրքիր է։ Լավ խորացել ես այդ թեմաները։ Ինձ այդ շատ է հետաքրքրում այդ թեման, որտեվ ես միշտ ոնց որ ինձ հետաքրքրել է Աստծո թեման, փոքր ժամանակվանից էի մոտ այնց հավատք եղել է, բայց միշտ ուզեցել եմ այդ հավատքի ինչ որ բանով փորձեմ բացատրեմ, ինչի տենց բան։ Հիմա մար միշտ տենց Աստված կախարդ չի եղել, էլի, որ սենց փայտիկով օրինակ ինչ որ բաներ է ստեղծել։ Հա, դες պարզ չես նայ, էլի, հա, ես միշտ մտածել եմ, որ ժամանակ է տևել, օրինակ մարդուն հավաքել է, էլի։ Մի շաբաթ էլ։ Գիտնականի աչքերը որ նայես, ինքս շատ հետաքրքիր է, էլի, այդ process-ը ոնց են տենց մեզ հավաքել, կոդը գրել, ոնց պիտի լինենք, բան, էլի, ու սիրուն բան են ստացել ընդհանուր, էլի։ Դե այդտեղ բանն է կա, չէ՞, սիմուլյացիայի թեզը, որ մենք հիմնականում կոմպյուտերային կոդ ենք, սիմուլյացիա ենք ու դրա մեջ ապրում ենք։ Չնայած նման է իրար, պրինցիպի ինչ որ ծրագրավորող է ստեղծել ու այդ սիմուլյացիան է։ Դե հա, իրական։ Հիմա եթե դու ինչ-որ մի բան ստեղծես, մատրիցայի նման, էլի։ Եթե դու
Լավ, արի մի հատ սովորական բաների, գործարանների մասով մի հատ նայենք։ Եթե ինչ-որ մի գործան, ինչ-որ մի հատ սարք է ստեղծում, ասենք միկրոալիքային վառարան, ասենք ստեղծում է, այդ դետալները դնում է, կնոպկաները, ծրագրավորում է, ոնց պիտի աշխատի ու վաճառում է։ Միշտ հետը ինստրուկցիա կա, չէ՞, ոնց օգտագործես, որ երկար քեզ ծառայի։ Օրինակ, ես միկրոավալնովքի մեջ կատու մի ջուր։ երկաթից բաներ մի դի, բան։ Հոսանքը էս տեսակ պիտի լինի sense բաներ, կա յուղի մեկ ինչ որ մաս է, ամեն ինչ հետ ինստրուկցիա կա, էլի ոնց անես, որ ավելի երկար ծառայի, ես տես միշտ մտածում եի, որ Աստվածաշունչը տենց ոտ մի բան է, էլի ոնց որ ինստրուկցիա է, ոնց ավելի ճիշտ ապրես, որ տես լավ ծառայի, մարմինդ էլ քեզ լավ ծառայի, դու էլ տենց մաքսիմալ պիտանի լինես բան, էլի։ Հա, չնայած բաներ կա, որ իրականում այս վերջերս որն է մի քանի տարի արդեն անցել անկերոջս հետ ենք խոսում հենց պահքի վրով, որ այդ 2000, չգիտեմ, մի քանի հազար տարի առաջ գիտեն, որ պահքը ինչքան օգտակար է, ու մեզ ժամանակակից գիտությանը շատ երկար ժամանակ տևեց, որ այդ ապացուցեն, բայց ապացուցեցին, որ պահքը իրականում ինչքան լավ ազդեցություն ունենում օրգանիզմի վրա։ Դե այդտեղ պլյուս ավելանում է հոգևոր կոմպոնենտը, որովհետև պահքը հիմա դիետա է, այդպես բոլորի համար, մի քիչ քաշ գցենք, sense բան է, մեկ էլ աշխատենք քֆուրջ տանք, եթե ոնց որ այդ արանքում, բայց ինքը տենց հոգևոր շատ լուրջ կոմպոնենտ է ունեցել, որովհետև բացին այնց որ մարմնով մաքրվել ես, հոգևորել ես, մտովի ես մաքրվել, որովհետև մարդիկ մտել են նույնիսկ մութ տեղ, քարանձավում են օրինակ, պահքը պահել, որ լույսը չխանգարի, որովհետև մութ ժամանակ, երբ որ աչքդ ինֆորմացիա չի կլանում, ուրիշ սենսորներ է, չէ՞, քո մոտ սրվում, ու դու ավելի լավ ես մտածում, ավելի լավ ես ըմբռնում։ Իսկապես մարդիկ այդքան լուրջ են վերաբերվել պահքին, էլի։ Հիմա հա մի քիչ դիետայի տենց բանի է եկել, բայց աղոթքն ու մեդիտացիան ինձ թվում է մարդկանց շատ լուրջ բաների են կապել, էլի։ Զգայական մակարդակի այդ կորած ոնց որ գիտելիք է, շեղող բաների հիմա շատ են, հատկապես աղմուկը, ասենք աղմուկը ամեն տեղ է, էլի։ Ու շեղող բան է։ Մենք էլ վարկյանը մեկ մեզ հեռախոսով ենք շեղում, անգամ եթե ինֆորմացիա ենք ստանում, ասենք հաց ես ուտում, նույն օրինակ այս ձեբատը դրած լսում ես, այդ ընթացքում երբ որ դու այդ լսում ես, դու կորցնում ես ինքդ քո հետ մնալու ու մտածելու այդքան ժամանակը։ Մենք ոնց որ արդեն մեր մտածելը հանձնել ենք ինֆորմացիաներին, հա։ Այդ էլ դրա խնդիրն է, էլի։ Ես իրականում այդ ուղղությամբ լավ աշխատանք եմ տանում, որ չկորցնեմ։ Նա սկսել եմ գրել, պրոստը գրել։ Մտքերս գրում եմ, կամ հեծանիվ քշելուց, վազելուց ընդհանրապես նաուշնիկ ոչ մի բան չեմ դնում։ Ու մեդիտացիան այս վերջերս բացնես դժվար է տրվում։ Իսկ եղել է որ հեշտ է տրվել, ես դեռ եմ փորձել, դժվար բան է շատ։ Բայց եղել է որ ես բռնել ես այդ պահը, որ sense մի պահ զգում ես որ դու չկայիր։ Մեդիտացիան ինքը իրանով հեշտ process չի, ժամանակ պետք է որ այդ process-ին դու բան անես, ընտելանաս, sense ասեմ, որ կարողանաս այդ կտրվես։ Կովիդի ժամանակ էլ սկսվեց, էլի, տենց բաները սկսեցի հետաքրքրել անա, Russell Brand-ներ են ժամանակ շատ էր խոսում, ինքն էլ նոր տենց սկսել մեդիտացիա անել, Russell Brand-ին հիշում ես թե չես հիշում, չգիտեմ։ Դերասանը Boy-ով sense որ Rockstar-ը, որ podcast-ը որ շատ դժվար է հասկանում ինչ է խոսում։ Արագ անգլիական accent-ով շատ դժվար է, բայց տենց չգիտեմ ինչի իրա տենց ալիքին տենց մեդիտացիայով բերեց ու բաներ չէ, ավելի հեշտ է սովորել են մարդկանցից, ովքեր նոր են սովորում, որտեղ ասում են basic-ները, էլի, են ամենասկզբի բաները, դրա համար չհասա իրան, բայց շատ դժվար բան էր մեդիտացիան, բայց դες եղել է, անկեղծ եղել է, մի անգամ է եղել հետս, որ ստացվել է այդ, էլի, ստացվել է այն առումով, որ ասես մեկ է զգացի, որ երկար վաղ ոչ իման չեմ հիշում։ Կայֆ է, չէ՞, բայց շատ ասում ինչա ու տենց ոնց որ քնած, լավ խորը քնած ու արթնացած լինես մի 10 րոպեվա մեջ, էլի։ Այդ իզուր ես քիչ եմ անում այդ, է։ Բանն է, բայց իր ոսկե օրենքն է, որ ինքը պրակտիկա է։ Ես այդ մեդիտացիայից սովորեցի, որ ամեն ինչին տենց վերաբերվում։ Այսինքն եթե չստացվեց, նորից սկսի։ Հա։ Ոնց որ ճիշտ ոնց ասեմ, ախր բառերով դժվար է այդ բացատրելը։ Ինքը պրակտիկա է, միտք եկավ, օքեյ է, ամեն ինչ նորմալ է, հա, նորից եկավ, ճանապարհեց։ Հա, ու ամեն ինչն է, տես սպորտը կլինի, չգիտեմ, դիետա կլինի, գիրք կարդալ կլինի, հարաբերություններ կլինի, ամեն տեղ դու կարաս նորից սկսես։ Ով ասեց, որ
օրինակ ընկերներից մեկը որ խնդիր ուներ դիետա պահելու հետ, խորացանք որ ինքը քիչ էր կարողանում սննդի կարգավորել, որովհետև մի անգամ օրինակ միած սնիկերս կերավ կամ ինչ-որ մի վատ բան, ասում էր ես ֆեյլ եմ եղել ու սկսում էր շարունակել իր օրերով հետևից սկսել վատցնվել։ Եկանք նրա որ կերար լավ արեցիր, օքեյ է, ընդունի որ դու դա արել ես, հաջորդ էլի նորմալ արա։ Ու տենց իր մոտ սննդային վարքը վերականգնում ես, որտեղ ինքը իրան չէր պատժում, ինքը ընդունում էր այն փաստը, որ օքեյ, այդ արեցի, այդ բանն ուզում է, բայց դա չի նշանակում, всё, ես ֆեյլ եմ եղել, իմ մոտ չի ստացվել, ես պետք է շարունակաբար վատսնվեմ։ Ոնց որ կարաս միշտ նորից սկսես էլի։ Ինձ թվում է մենք պետքա բաց լինենք առհասարակ բացառությունների գաղափարին։ Ինչ առումով։ Այդ առումով որ եթե օրինակ հստակ ընտրել ես ինչ-որ ճանապարհ, ես այս ինչը չեմ անում օրինակ։ Ասենք ես ամեն օր խմում ես դու օրինակ օղի։ Բնականաբար չէ, դու օղի չես խմում ամեն օր։ Որ օրը որ խմում ես դա բացառություն է։ Ու այդ օրերը շատ հիշվող են, շատ հետաքրքիր են։ Գիտես ինչի, որովհետև դա բացառություն է։ Եթե դու ամեն օր խմես օղի, բնականաբար շատ վատ կլինի։ Բայց այդ բացառությունները, որ դու քո նորմայի, քո ընդունած ճշտի մեջ չեն տեղավորվում, բայց հատիկավոր դու իրանց թողնում ես քո կյանք, այդ բացառությունները քեզ հետաքրքիր հիշողություններ են միշտ պատճառում, էլի։ Հիմա օրինակ ինչ շատ են ասում սնունդի հետ կապված բան, շատ հարցեր են տալիս, որ վեգան ես դրա համար։ Հա, ես երկար տարի, 8 տարի երևի, իմ կյանքում սնունդի մասով բացառությունները արգելած էր։ Ես չունեի բացառություն։ Իմ մոտ գերազանցիկի ճանապարհ էր։ Բայց այդ բացառությունները ինձնից խլել էին ընկերների հետ, ասենք նենց ժամանցի տեսակներ, որոնք երբ որ հավաքվում եք ինչ-որ բան հիշելու, հիմնականում դրանք եք հիշում, էլի։ Այդ ճիշտ չի, դրա համար եմ ասում, որ մենք պետքա բաց լինենք, որտեվ ինձ թվում է, որ ես էլ եթե մի անգամ անեմ, վերջ կանեմ, էլի, իբր ինչ։ Մի անգամ նկատի ունեմ, մի անգամ բան ուտեմ, շաուրմա, լավ անկապ, մի բան, հա, մածուն խոսք։ Այդ բացառությունը ես ինքս եմ եկել դրան, ու այս ոնց որ ամիսներ առաջ, էլի։ Ասում եմ, թե ես օղի խմող մարդ չեմ, բայց եթե որոշում ենք, որ վաղը գնում ենք պայթելու, մի հատ այնպես բան կա, չէ՞, որ վաղը տղենք պայթում ենք, ասենք մեկի հարսանիքն անկերների բան, այո, ու բոլորս հիշում ենք հետո դա, որովհետև այդ բացառությունն էր, որ մենք արեցինք, էլի, բայց դրանից հետո չսկսեցինք ամեն օր խմել, որովհետև երեք խմել էինք, չէ։ Այդ բացառությունները ինձ թվում է ոնց որ ձեր ընկերոջն եք օրինակ հուշել, որ այդպես այտենց պիտի արվի, ես ոնց որ փորձում եմ այդ վերեմ այտենց մի հատ տրամաբանական բացատրության, որ ես ինքս իմ համար գտել եմ, որ բացառությունների առաջ պետք է լինեն գրկաբաց, եթե դա չի դառնալու շարունակական մի բան, էլի, ու մեզ շատ լավ բան ասեցիր, իրական շատ հետաքրքրացել է կյանքը ավելի։ Հա, մի հատ շատ հետաքրքիր պատմություն եկա դրա վրով, Սթիվ Ջոբսի աղջիկներ պատմում, որ այտենց ամենահիշված օրերից մեկը իր պապայի հետ հենց այն օրն եղավ, որ իրանք Ջոբսը դե շատ հայտնի վեգան էր, ինքը այտենց նման գերազանցիկ է եղել։ Ասում է հետը նստեցինք, զրուցեցինք ու իրար հետ սուշի կերանք, որ ինքը երբեք չէր ուտում ոչ մի բան, կենթանական ծագումի, այդ օրը իրար հետ սուշի կերանք ու այտենց հիշվեց, էլի Հիշվեց ու Ջոբսն էլ ասաց ոչ մի բան չեղավ, էլի։ Հա, որտեվ եթե դուք գնում եք էլի խմելու օրինակը բերեմ։ Դուք գիտեք, որ այդ մյուս օրը վատ եք զգալու օրինակ, կամ այդ օրը հաստատ վատանալու ես, կարող է գնաս հետա, չգիտեմ, գիտես դրա արդյունքը լավը չի, էլի օրգանիզմի վրա։ Բայց դու ասում ես, որոշում ես, անում ես։ Էս էլ է տենց։ Ջոբսը գիտի կարող է որ ինքը սուշի ուտի, լավ չի զգալու օրինակ, բայց այդ սուշի ուտելը իր աղջկա հետ շատ ավելի մեծ արժեք ունի այդ պահին ու շատ ավելի արժեքավոր հիշողություն ատալու, քան այդ օրը շատ լավ զգալը։ Դու կարաս գնաս այդ քայլին գիտակցաբար, այդ օրը վատը զգաս, բայց ընկերներիդ հետ նես մի հատ հավես հիշողություն ձեռք բերես, մյուս օրը անցնես էլի քո գերազանցիկ կյանքին։ Գերազանցիկ կյանքին մեռնեմ քո։ Բայց բացառությունները ինձ թվում է հետաքրքիր բան են։ Հետո տենց շատ ընտանեկան ավանդույթներ, որոնք սնունդի հետ էին կապված, sense դուրս եկել իմ կյանքից, հա, որը որ հաստատ շատ ավելի մեծ արժեք ունի, քան եւս մի օր, ասենք շատ տենց էներգետիկ զգալի ինչը որ ես զգում եմ օրինակ այս սնունդի արդյունքում։ Դրա համար տենց բաները կամաց պետքա բերել։ Իսկ ո՞նց է կար դրան։ Տենց կարդալով, բանով,
այս նույն հետաքրքրասիրությունը կենսաբանության, օրգանիզմի, ինչ ենք մենք ուտում, ոնց ենք աշխատում, բան այդ ամեն ինչը բերեց մի օր ինձ հանեց մի հատ հետաքրքիր սեմինարի վրա, որտեղ մի հատ դոկտոր պատմում էր, թե ինչքան վնաս է կաթը, ոնց է, կաթի վրա մեծացած ժողովուրդ ենք, էլի, մենք գիտենք կաթը չի լինի, կալցիում չկա էլ ոչ միտեղ բնության մեջ։ Եթե կաթ ասում եմ պարզվի վնաս է, ուրեմն այս աշխարհը իմ համար փլուզվում է, էլի, այնքան բան է սուտ դառնում ինձ համար։ Ու տենց ես էլ մի քիչ տենց ցանկացած հակառակ բան տեսություն, որ հայտնվում է, դրան մի անգամից ուշադրություն եմ դարձնում, սովորական մի անգամից ես լսում ու քնում էի արդեն այս սեմինարների տակ, էլի, ու տենց ոնց որ կամաց սկսեցի ուսումնասիրել ընդհանուր բա ինչ ուտենք, ինչ չուտենք, ինչն է օգուտ, ինչը վնաս, ու տենց հանեցի դիետայից ստիպի բան։ Մի հատ խնդալու պատմություն պատմեմ, այդ խմածի հետ կապված էլի ու կաթի։ Ու ցոգոլի։ Չէ ցոգոլին չի ասա, բայց մի օր տենց լավ խմած քննարկում էինք ինչ որ թեմաներ, ու չգիտեմ, այդ պահին եկավ այդ կաթի թեմայի խոսակցությունը, ու խոսակցություն նրան հասա, որ պատկերացրեցինք վիժուալ, որ այդ կաթը նախատեսված է փոքր հորթի համար, կովիկի, իսկ այդ հորթին մորից խլում են, այդ կաթը կթում տալիս են մեզ։ Դրանից հետո մի տարուց ավել կաթ չեմ խմել, որտեղ նենց էի տխրել։ Բայց հայ, բանը այդ կաթի իրական ահագին վնաս է, եթե թեկուզ հակառակն է փորձում են ապացուցեն։ Ես օրինակ կաթն ամոթերք շատ քիչ եմ օգտագործում։ Հա, որ պարզվեց տենց այդքան վնասակար բաներ կա մեջի, իմ համար տենց շատ նախ մանտրաժներ առաջին հերթին, որ այդքան տարի տենց բացին այնց որ մենք կաթ օգտագործել ենք, մենք կաթ օգտագործել ենք, որովհետև դա պարտադիր պայմաններ առողջ լինելու համար, էլի, այսինքն այդ հակառակ պրոպագանդան, մանավանդ որ այս ինֆորմացիան, որ կաթը շատ վնասակար բան է, նոր բան չի, էլի, ինքը ոնց որ տենց հավերժ եղել է, շուտվանից են կաթի այդ պրոպագանդայի պատմությունը գիտես։ Որը որ երկրորդ համաշխարհային ժամանակ Ամերիկայում ահավոր քանակությամբ կաթ էին արտադրում, կաթնային պրոդուկտներ, որը ուղարկում էին ֆրոնտ, ու պատերազմը որը պրծավ, այդ արտադրությունը կար, այդ ամեն ինչ կար, դրա հետ մի բան պետք է անեին, ու այդ ժամանակ կամ երկրորդ համաշխարհային էր կամ առաջի, լավ չեմ հիշում, ու դրա այդ ժամանակ սկսեց այդ կաթ արտադրողների միություն ստեղծեց, ինչ արեց, ու սկսեց ամերիկյան պետական մակարդակով մեծ պրոպագանդա կաթի օգտակարության, ու հետո նաև այդ հայտնի Got the Milk campaign-ը արվեց, որը ստեղ փորձել էին կոպիանեին անորակ ճիշտ է, ստեղ էլ տենց ինչ-որ բան կար։ Got the Milk-ը շատ հայտնի campaign է, շատ հետաքրքիր գովազդների շարք էր, ու իրոք մեջ գովազդներ կա, որ նայում ես ասում ես դզեց, ինչ լավ են նկարել, ու դա ֆինանսավորում էր հենց կաթ արտադրողների միությունը, ճիշտ է։ Իրանք էլ կարծեմ ես դատի էին տվել մնացած ալտերնատիվ կաթի տեսակներ, օրինակ նուշի, չգիտեմ, պոպոկի բանից կաթեր կա, դատի էին տվել ու արգելել են իրանք կաթ կոչվել, էլի։ Հա, որտեվ կաթը ոնց որ պիտի կթած լինի։ Գա, ինչ որ պիտի դոշտաս կաթի համար, էլի, ինքը պարզապես բլենդերով չի, էլի։ Հա, հիշեցի։ Հավատ այդ ալտերնատիվ կաթերն են չի, ես ինչ օգտակար են, օրինակ նուշի կաթով կապուչինո, ես նուշի չէ բանը, ավսյանք է ոնց էր հայերեն, վարսակի կաթով կապուչինո շատ համով է, երևի ավելի համով է, քան սովորական կաթով, բայց այդ վարսակի կաթի տուփի վրա որ կարդում ես մեջը ինչեր կա, այդ եթե դու առնում ես խանութից, որտեղ բնականաբար ես կաթը նայում ես, գրած ասենք պահպանման ժամկետը 80 տարի, ասենք ասում ես էլի որ մի բան ասենք ինչի, հա, բայց մենք տաննել ենք պատրաստում, ասենք շատ հեշտ է պատրաստել, նույն նուշի կաթը բան սենց էլի, հա շատ հեշտ է, նույնիսկ սարքեր կա, եղածը բան է, բլենդերով անում ես, նուշը գիշերը դնում ես ջրի մեջ մնում է, առավոտ սենց ինքը բավականին սենց ուռած, հավես, փափուկ բան է, բլենդերի մեջ խփում ես, հետո քամում ես, մի խոսքով վերջում ստանում ես այդ կաթը, ինքը հեշտ բան է, բայց նաև կա սենց հատուկ սարք, ոնց որ լսում ես մեջը, ինքը ամեն ինչ կա տեղանում է, վերջում տակ սենց փրփրուն կաթը հանում, այսինքն արանքում ոչ մի ուրիշ քիմիական process չկա, էլի, ընդամենը
պատտել, մաղել, տենց, քամել, տենց որ տենց բան։ ինքը հա միայն օգուտ է, էլի։ Ու ասենք եթե արվոտ պետքա բան ուտել, երեխաները բան ուտեն, խլոպիա ոնց է փաթիլ, բան Չգիտեմ։ դրանից ուտեն, հա բաներ կա, որ միշտ այդ լեզով ենք օգտագործել, տենց անգրագետի տպավորություն չթողնենք, բայց նորմալ է, որ ինչ որ լեզից ինչ որ բաներ ա մտնում ու տենց մնում է, Նորմալ է։ որտեվ մեր հայրը շատ խիստ են դատապարտում ցանկացած օտար լեզվի բառ, որ մեջ բերում ես, այդ ես իսկապես չեմ ընդունում, որտեվ ես հիշում եմ, որ դպրոցում ենք մեծանում ենք, առաջին բանը, որ մեզ սովորացնում են, այդ էն էր, որ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Հիշում ես այդ շատ կարևոր խոսքը, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Բայց ինչքան իմացած լեզվից օգտագործում ես, այդքան անգրագետ ես, ոչ մեկ մեզ չի ասել։ Սովորել ենք այդ լեզուները, թողեք նաև օգտագործենք ընթացքում, էլի։ Խլոպիա են ուտում երեխաները առավոտյան, եթե կա այդ նուշի կաթը, որ մենք ենք պատրաստել, շատ ավելի լավ է, որ դրանով ուտեն, քան ասենք խանութից գնված։ Դե հա, եթե տնական կարողանում ես։ Մեկ-մեկ օգտագործում ենք, որտեղ որ սուրճի մեջ ես լցնում, օրինակ այդ բնական տունը ստացածը, ինքը sense փսորվում է, մի տեսակ առանձնանում է, ոնց որ մի բան կա այդտեղ իրար տենց կապող նյութ, որը չունենք։ Քիմիական նյութերն են։ Այդ քիմիական սոսինձը չկա, էլի։ Դե համար մեկ-մեկ սուրճի մեջ բան, բայց ընդհանուր տենց խմելու համար կարող ես պատրաստել։ Մենք պանիրն էլ ենք օրինակ տունը պատրաստում։ Այդ նույն կաթից պանիր ենք օրինակ պատրաստում, շատ համով է։ Տոֆուի նման բան, հա։ Հա, կարելի ասել տոֆուի նման, բայց մամաս Գյումրեցի է, Գյումրիում sense հորած պանիր հասկացողություն կար, որ sense թարխունը բանը sense պանիրի մեջ երկար ժամանակ պահում են, այդ պանիրը sense ուտում էր, ոնց որ համել թարխունի համներ գալիս բան, այդ նույն մեթոդով այս պանիրն է պատրաստում, ասենք մատերդ հետը կուտես, էլի։ Կարելի է գնալ Շատ չի պատկերացնում, որտեղ մենք պաներասեր ենք ահավոր ու պանիրը ոնց որ կաթնային կատնամթերքներից ամենավնասակարը դուրս եկավ իր այդ process-ների արդյունքում, որ բակտերիաները մեկա վերջնական արդյունքում ոնց որ ուտում են ամենաօգտակարը եւ թողնում են ինչ որ կոչվում է պանիր, էլի, չասեմ ինչն են թողնում, բայց դա կոչվում է պանիր ու այդ ոնց որ ամենածանրամարսն է կատնամթերքի այդ բանի մեջ դրա համար պանիրից հրաժարվելը շատ բարդ էր, իմ ամենասիրած բանն էր, գտանք ձևը ոնց պանիրը փոխարինենք, այդ շատ համով պանիրը մեր տունը առաջացավ։ Այ մածունը չկարողացանք ստանանք։ Ոչ մի կերպ չկարողացանք ստանալ։ Դե մածունը օրինակ իմ ընկերներից մեկը երկար ժամանակ կատնամթերքի ընկերության տնօրեն էր ու իր հետ այդ թեմայով խոսում ենք, ասում էր նա օրինակ 10,000 լիտր կաթ կարող հավաքենք այդ մեծ ամանի մեջ, ասում եմ եթե հանկարծ մի հատ ֆերմերը իր 100 լիտր կաթի մեջ մի թեթև խնդիր եղներ, օրինակ անտիբիոտիկ կամ ինչ-որ կեղտի մնացորդ, ասում եմ սաղ այդ 10,000 լիտր կաթը կփչանար ու մածուն չէր ստացվի։ Մածունը ստանալու համար իրոք լավ բան է, հումք է պետք իր ասելով։ Ես չեմ պատկերացնում այդ process-ը ոնց է, մենակ տեսնում եմ որ մածունը կարծում եմ բակտերիա էր դարձնում մածուն, էլի ինչպես մերան էին ասում։ Մերանը տալիս ես, որի մեջ այդ հենց ժիվոյ ապրող բակտերիաներն են, որոնք հենց մածուն են սարքում, այդ կհիշես տանը որ սարքում ենք տաք պետքա պահեր մի քանի ժամ, որ այդ տաքության մեջ բակտերիան զարգանար ու դառնար մածուն։ Հա, օրինակ այդ կոնսիստենցիան ստացին մածունը անվտանգն է կատնամթերքներից։ Ենթադրում եմ, որտեվ լակտոզան տենց ուտվում է։ Հա։ Ոնց։ Ենթադրում եմ, կարող է սխալվեմ, բայց այդ թթվում է ամեն դեպքում, այդ լակտոզան մեջը քիչ է։ Այնտեղ կաթի ոնց որ ինչքան հիշում մենակ այդ լակտոզայի հարցը չէր, ոնց որ կազեինն էլ էր։ Կազեին, խնդիր ոնց որ մարսողության հետո տենց չգիտեմ, ես էլ կարող է չստուգված ինֆորմացիա է, բայց ինչքան գիտեմ, հենց այդ նույն milk board-ը, այդ կաթի այդ միությունը ոնց որ բան էր արել, կարողացել էր հասնել օրենսդրության նենց կետերի, որ մի քիչ անդուր բան եմ ասելու, բայց ամեն դեպքում էլի, մի քիչ թարախի արկայությունը կաթի մեջ արդեն թույլատրելի էր, որովհետև հայտնի փաստը, հա։ Հայտնի փաստը, չէ, որովհետև կովերին արդեն այնքան են գտել, բորբոքում կար բան ու թարախի արտադրություն էլ կար, ոնց որ չեն կարողանում խուսափեին ու հետի օրենքով անցկացրել էին տենց բաները մի քիչ։ Դե դրա մասին շատ են խոսում, որ կաթի մեջ ինչ որ հետքեր կա ու այդ թույլատրելի է, կարողացել, որովհետև ասում են դա առանց չի լինում, ասկիտ չեն կարող նենց անենք չլինի բան, դա հարուստ շատ բան է, էլի այդ կաթի համայնքը էլի։
Նյամա։ Այս պոդքասթից հետո կաթի վաճառք Հայաստանում եմ գնելու է։ Բայց մածունինը բարձրանալ է, որտեղ մածունը օրինակ այն բացառություններից է, որ ես մեկ-մեկից թույլ եմ տալիս։ Տենց շատ բան է։ Ամենաանշարժն է էլի այդ ոլորտից։ Առավոտները բան փորձի մածուն, վարսակով, մի քիչ մրգեր կարած լցնես քո ուզած ճաշակի, մի քիչ եմ եղել, եթե ուզում ես քաղցրին, եթե չէ կարած չավելացնես, նենց համով բանա դառնում։ Բացի համովի, բայց ոնց որ տենց լուրջ բան կա, բուստ կա մեջը։ Մանրաթելեր կա, քաղցրը կա, գլյուկոզա, շատ բան է, տենց լավ համաէներգիա տալի, համը շատ համով է։ Դու վազում ես առավոտները ոնց հասկացա։ Այդ արվեստը ինձ չտրվեց։ Բայց դու շատ ակտիվ սպորտով զբաղվում ես, չէ՞։ Հա, ես ինձ սպորտով վնասեցի, ես ինձ սպորտով բուժեցի, ես ինձ սպորտով զբաղացնում եմ, սենց ինքը միշտ կա իմ կյանքում, էլի։ Բայց ոնց ես վնասը։ Դե ես տենց մեջքի այդ խնդիրներ ունեցա, որոնք հենց ամփույթ ֆիթնեսի արդյունք էր, հետո երբ որ գնացի վիրահատության շատ ավելի լուրջ վնասվածք ստացա վիրահատությունների արդյունքում մի քիչ բժիշկների արդեն ամփոփության շնորհիվ, որ հետո քայլելու այդ խնդիր ունեի ու քայլելու համար սկսեցի ինձ վարժություններ ունենց բաներ անել, որը տվեց ինձ հնարավորություն նորից քայլելու, այսինքն սպորտով ոնց որ նաև ինձ հետ շահեցի քայլելու հնարավորություն այս կյանքում, հիմա էլ սպորտով պահում եմ ոնց որ ֆիզիկական վիճակս էլի։ Այսինքն ընդհանուր հասելերն են որ չէր կարող քայլել։ Հա, տենց ամիսներ էլի։ Տենց պահ եղավ։ Հա, ոչինչ անցավ գնացը մի քիչ հարաբերական է, բայց ամեն դեպքում հիմա ոնց էլ որ կա, ոչինչ չէր հուշում, որ կարա երբևէ էլ սենց լինի, էլի։ Դրա համար փառք Աստծո, սենց է հիմա, նենց չի ոնց որ ամեն ինչ տանում էր վիրահատությունից հետո որ պիտի լինի, էլի։ Սպորտը նենց որ շատ կարևոր իմ համար բան է, ոնց որ նախաճաշը որ պիտի լինի տենց, այս սպորտը դրանց մեջ է մտնում։ Ես օրինակ երբ որ գնում եմ ֆիթնեսի հետ, ես զբաղմունք չի, դա պարտադիր դեղի պես բան է, կարևոր բան է, որ անում եմ։ Հա, ես շատ եմ ոդկասթում դրա մասին խոսացել, որ ես սկսեցի ստաբիլ սպորտով զբաղվեմ ու դիսցիպլինայով, կապ չունի ուզում եմ թե չեմ ուզում պետք է անեի, բառի սպոն իմաստով կյանքս փոխվեց դեպի լավը։ Ու այդ ազդեցություն ունեցավ ամեն ինչի վրա իմ կյանքում։ Բայց կար տարբերակներ, որ սպորտը ընտրես ու գնացիր վազքի կողմը։ Որ հիմա հետ եմ նայում, դե զալ պալուբոմով գնում ես։ Այտենց մեկ-մեկ գնում եմ, մեկ-մեկ չի գնում։ Ինչ որ մի կետից այտենց արդեն լավ չեմ հիշում, խի որոշեցի հենց պետք է վազեմ։ Ես իմ ոնց որ որ հետո հեծանիվից հետո որտեղ ոնց հասկանում հեծանվորդները նաև վազում են։ Չէ, հեծանիվը ես նոր եմ մտցրել, ես մի կես տարի է։ Ես 2 տարուց ավել է որ վազում եմ, բայց հեծանիվը նոր եմ մտցրել, հիմա հետո լողը կմտցնեմ, որ ուզում եմ Ironman անեմ։ Ուզում ես Ironman անես։ Հա։ Դա շատ լուրջ բան է, ոնց հասկանում։ Հա։ Կարանք անենք ինձ թվում է, կարամ անեմ։ Ես տենց երկար տևող սպորտերը ինձ ոնց որ չեն գրավել, ինչ որ երկար է տևում, ոնց որ սենց գնում ես, ինչ որ երկար, ես ակտիվ արագ բոքսեի գնում եմ, ինձ որ տենց արագ խփեմ սենց բաներ։ Որ սկսում ես այդ vibe-ը բռնես, այդ վազքի կամ հեծանիվին, օրինակ շաբաթ օրը քշեցինք խմբով մինչև Ծովագյուղ հեծանիվով ու հետո ժողովրդի հետ գնացին, ես պետքա գնայի մեր Շորժա։ Ես հետո մենակ Ծովագյուղից քշեցի դեպի Շորժա, մի 30 կիլոմետր է այդտեղ էր։ Երևանից քշել եք Ծովագյուղ։ Հա։ Ծովագյուղից հետո Շորժա։ Բայց գիտի ոնց ալնում, կանգնում եք, հանգստանում եք, բան։ Դե ընթացքում կանգնում ենք, բայց տես մի 5 րոպե։ Բաներ կա էլի, դիքեր կա էլի տես։ Շատ դժվար։ Հատկապես լուրջ երկար մեքենա է, որ դժվար։ Դքերը դժվար է, բայց սովորելու վրա էլի կարողանում ես հաղթահարել։ Իմ համար դեռ դժվար օրինակ մեր խմբում ամենավերջից այս անգամ ես էի գալի, որովհետև տես բոլորը շատ ուժեղ քշողներ են, բայց նաև լավ է որ խումբն է նաև ոնց որ հոգատանում քո մասին, որ դու հանկարծ շատ հետ չընկնես, կամ եթե, չգիտեմ, հիմա կծակվես մի անգամից հասան օգնեցին, ասինքն խմբով շատ ապահով է, էլի try club-ի։ Դա շատ լավ բան է, ես զգացել եմ։ Բայց այդ երկարության վրա ինչ որ մի պահից այդ մտքերդ մի քիչ սկսում է
այդ ոնց ասեմ, որ աղմուկ է գլխիդ մեջ անընդհատ։ Ինչ որ մի կետից մեդիտացիայի նման այդ աղմուկը կորում է։ Այդ կարող է այդ բանից է, որ դուք տեմպ եք չէ պահում հստակ։ Հա, Օրինակ այդ pace կոչված է Հա, sense չէ։ պահում ենք, բայց- Իսկապես կարող է դες բան տալիս է, ոնց որ շնչառությունն էլ կապ ունի յոգայի մեջ, չէ։ Դուք էլ եւ այդպես մի pace-ով շնչում եք բան։ Ինչ որ մի բան կարգավորում, ինչ որ մի հատ տենց ալիքի վրա է քեզ։ հա, sense ոնց որ բանը անգնում ես ինչ որ այդ vibe-ի մեջ ու ինքը դառնում է ոնց որ թերապիա, որ այդ լրությունա սկսում մոտդ դիրել ու դու սկսում ես ոնց որ վայելես այդ երկար ճանապարհով վայելում ես, որտեվ ոչ մեկ չի զանգում, ոչ մեկ ոչ մի բան չի ուզում, ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Հետո նպատակ կա։ Հա, Հետո միշտ երբ որ նպատակ է լինում, ճանապարհը ուրվագծվում, մտքի հետ կենտրոնանում է, էլի։ Հենց ուղիղ հանգիստ քո համար այդ պահին մենակ է տեսանում։ Ու դա օգնում է, որ դու այդ օրվա հոգսերից, ամեն ինչից ոնց որ ազատվես ինչ որ մի ժամանակ ու հետ գաս ավելի մոտիվացված, ավելի շատ ուժ հավաքած աշխատես կամ հոգ տանես քո հարազատների կամ ընկերների մասին։ Դա շատ լավ է, որ ֆիզիկական աշխատանքը կոնկրետ տենց մենտալ տարբերություն է Հա, տալիս հա։ արդյունքում, էլի։ Հարգեցի։ Դες որ արի քշենք։ Այսինքն հեծանիվը կա դեռ, բայց դուք երևի այտենց ինչ որ յուրահատուկ արդեն մոդելների հեծանիվներով եք, չէ՞։ Չէ, լսի, սկսելու համար ոչ մի բան է պարտադիր չի ավել, կարելի է քիչ-քիչ սկսել։ Արամնել են պետք է, չէ՞, հայտնի շողը։ Լուրջ շողը, շատ լուրջ, որովհետև տենց այդ բոլոր Iron Man-ներին բանին պատրաստվում գնում մասնակցում բան։ Այ ինքը բռնել է, էլի քո ասած vibe-ը։ Հա, Այդ ամեն ինչի։ Այդ խնդալու պատմություն պատմեմ դրանից։ Ուրեմն Արամայսի, Մայսին գիտես։ Ռեժիսոր Մայսի հետ խոսում էինք Արամեն Պետրիի մասին։ Չէ, հա, ու գնում եմ տուն, քնում եմ, երազիս մեջ տենում եմ ռոձի Արամի հետ ինչ որ ես Արամը Մայսի իր հետ նստած ենք, այդ օրվա խոսակցությունից հետո առավոտ արթնանում եմ, այդ հեծանիվի շորերը հագնում եմ, նստում եմ, հեծանիվ եմ քշում, այս Արգավանդի ճամփին այնտեղ պետք է աչից մեկը մտներ, տենում եմ մեքենա գալու, այդ մեքենան կանգնես, որ ինչ ճամփ հա, դա սովորաբար տենց չի լինում, էլի մեքենան արի գալիս է մտնում, մեկ է տենա վարորդը Արամն է պետք։ Տեսել է հեծանը որտա ճանապարհատում է, բայց շատ խնդալ էր, էլի, որ այդ երկու դեպքը համընկավ ու մի անգամից հաջորդ օրը ես Արամը տենց ինձ ճանապարհ տվեց։ Այսինքն երազների իրականանալու դեպքերը կյանքումդ շատ է եղել առասարակ։ Լսի, իմ երազները այնքան տարօրինակ է, որ ավելի լավ չի իրականանալ։ Ամեն անգամ տես մատ հետաքրքիր դեպք եղավ։ Կյանքում այդ անբացատրելիների շարքից է, էլի։ Ես ու ընկերս 32 ատամի ժամանակներն էր էլի են երիտասարդ ժամանակները ավելի բան ոնց որ վթարի ենթարկվեցինք մեքենայով գիշերը բան ունեն շոտ այնց բարձիկները բացվելով բան ես այնց ամրագոտի էլ չկար իմ վրա ասենց այդ երբ որ վթարը եղավ ես այնց թռա գլխիս էս մասով կոտրեցի այդ հայլին պատուանին չասա, հայլին կոտրեցի, բան, լավ տենց վնասվավ, բայց տենց մազերից մեջ էր բոլոր վնասվածները, էլի դեմքից չէր եղել, բան։ Ու տենց մենք տենց շոկի մեջ, բան, ինչ խոսքով դուրս ենք եկել, հավաքում ենք, բան, էսկոմ ենք, կոմ, տենց մի ձև, ոնց որ այդ թեման վերջացավ, էսի առավոտ ձևի 4-5-ի կողմերն է, էլի։ Ու տենց գնում եմ տուն, տենց քնում եմ, բան, արտանում եմ, որ պիտի մյուս օրը ոնց որ այդ հարցեր լուծենք, մեքենան էլ բանի պետք չի, պարզապես տենց գցելու մեքենա է արդեն, բան, ընկերոջս մեքենան էր։ Արտանում եմ մաման ասում է երազիս ասում է ավարիա էր տվել հո բան չի եղել Ոյքո sense որ դա պատմել եմ բնականաբար էլի որովհետև չես կա չպատմես ասում ոնց երազի ասում դե պլանավորել է չպատմել դե ինչ պատմես ասենք ամեն ինչ անես որ չերևա էլի ասենք վերքերը մազերիդ մեջ բան են որ երազին տեսել էր մարդը վաու ասենք տենց հետաքրքիր անբացատրելի բաներ կա մամաների մոտ այդ ոնց որ շատ է լինում ավելի քան օրինակ գո Արամեն Պետրի դեպքում ինչ ուրիշ սովորաբար այդ մամաների մոտ է լինում եղել է որ տենց իմ մոտ շատ վատ օր ա եղել մաման զանգել ասել է ամեն ինչ մոտդ նորմալ է վատեր ազեմ
Դες էլի մամաների հետ տենց բան կա, էլի ինչ որ Չես ասի։ գերբնական Մամ ջան, հենց հիմա կյանքիս ամենավատ օրն եմ ապրում։ ինչ զգայական մակարդակի վրա բաներ կա, էլի կոնկրետ հենց մամաների մոտ։ Դե հա բան գնալով սկսում ես հավատաս, որ ամեն ինչ իր հետ ոնց որ ինչ-որ մի ձև կապ ունեն, այլի։ Քո մոտ կյանքի հետ գերբնական կոմպոնենտը ոնց անջատած է առհասարակ, ես այդպես քո աշխարհայացքը չգիտեմ, էլի։ Մի քիչ կա, այս վերջերս սկսել է ավելի շատ հայտնվել, քան առաջ այդ ամեն ինչին շատ չոր չէր իմ մոտ։ Հիմա բաներ կա, որ սկսել եմ հասկանալ, որ չեմ հասկանում։ Ու որ չես հասկանում, չես է բացառում, էլի որ ինչ որ բաներ կա, որ իրոք չենք հասկանում, որովհետև մեկ-մեկն էս իրարից պատահական բաներ ալնում, որ սկսում ես կապես, կարող է պետք չի որ կապես, բայց սկսում ես կապես ու գիտական առումով է որոշ բաներ, օրինակ չգիտեմ, այդ թեմայով խոսացել ենք, անտառներ էին հայտնաբերել, որ այդ ծառերը իրար մեջ բարձմա շփվում են ու շփվել են սնկերի օգնությամբ կամ ծառեր անտառներ կա, որ այն ծառերը, որ դեռ փոքր են, արևին չեն հասնում, մեծ ծառերը ոնց որ իրանց էներգիայի մի մասը տալիս են, որ աճեն հասնեն բանին, արևին։ Այսինքն եթե, չգիտեմ, բնության մեջ ավելի պարզունակ օրգանիզմները տենց իրար հետ կապվելու, խոսալու, չգիտեմ, շնորհք ունեն, ոնց որ այն ավատար կինոյի նման, շատ նման է, ուրեմն մենք ինչ որ բաներ պետք է ունենանք, էլի երևի չգիտեմ։ Սկսել եմ չբացառեմ համենայն դեպս այն բաները, որ չեմ հասկանում։ Դու բանի պատմությունը գիտես, Shroud of Turin կոչվում է, Թուրինի ոնց էր կոչվում։ Մի խոսքով այն կտորի մասին է պատմությունը, որը որ տես պատմականորեն ասում են, որ դրանով փաթաթել են Հիսուս Քրիստոսին թաղման ժամանակ։ Այդ պատմությունը գիտես։ Ես առհասարակ կրոնական այդ բաներին, ռելիկվիաներին միշտ այս սկեպտիկորեն եմ վերաբերվել, միշտ ինձ թվացել է այդպես բաները հորինում են տուրիստական հոսք ապահովելու համար բան, որտեվ երբ որ գնացել էինք Երուսաղեմ, այնքան այդպես բան կար, որ այստեղ ընկել է, չգիտեմ, ում արդյունքը, ու sense քարեր դրած, մարդիկ դες պատշում էին այդ քարը, որտեվ այստեղ կանգնած արտաս ինքան բան կար, ասում ես, այս պուճուր տեղում ով ինչ հորինել, ինչ որ բաներ վաճառում։ Ու միշտ այն սկեպտիկորեն եմ վերաբերվել։ Այս Shroud of Turin-ի թեման ասենց ինչ որ սկսեց նորից այս վերջերս շրջանառվել, քննարկվել, այն առումով, որ այդ կտորը ինքը իր մեջ պարունակում է մի մարդու նեգատիվ տպվածք, նեգատիվ ոնց որ հենց մեր ֆոտոլենտերի վրա էր, կոնկրետ նեգատիվ տպվածքը, որ առաջին հայացքից դու չես կարող հասկանաս ինչ է, էլի։ Նեգատիվ sense տպվածք է պարունակում, որը անբացատրելի մեթոդով է արված։ Տենց հիմա էլ չեն կարողանում անել։ Այսինքն եղել են տարատեսակ սպեկուլյացիաներ, որ դա օրինակ նկարվել է ինչ որ նյութերով, հետո եղել են սպեկուլյացիաներ, որ արյունով է նկարված, որտեղ արյան հետքեր կան վրան, բան։ Մի խոսքով հիմա նոր տեխնոլոգիա կա, որով զննել են, դա կոչվում է ինչ-որ wide angle X-ray scattering, ինչ որ sense-ը տեխնոլոգիա է, ռենտգենի նոր, ասենք տեխնոլոգիա է։ Ու սանով հայտնաբերում են նախ որ այդ պատկերը ունի բան ուլտրա մանուշակագույն ալիքներով մենակ կար այդ պատկերը տենց պատկերվի ու ուլտրամանուշակագույն ալիքների նենց հզորությամբ, որ հիմիկվա ուլտրամանուշակագույն ոչ մի լուսավորություն տենց հզորություն չի ապահովում։ Այսինքն մարդու վրիցուն վրա որ դա գցած է եղել, նենց ուժգնության լույս պիտի ճառագայթվի, որ ինքը տպվի կտորի մեջ։ Այս հիմա վերջին գիտական բաներն եմ ասում։ Հետո հակափաստարկ կար, որ 1980-ականներին էլի սա ուսումնասիրվել է ու
արդյունքում եղել է carbon dating, տենց մի հատ բան կար, ինչ որ տենց process կա, որ արդյունքում ապացուցվել է, որ սա 1200-1300 թվականների կտոր է ու անիմաստ է, դրել են մի կողմ։ Դրանից հետո նոր ուսումնասիրություն է, էլի։ Ինչի է տենց եղել, դա էլ հայտնաբերեցի, որ այդ կտորի ամենածերերից են սենց բանարը փոքր հատվածներ տվել գիտնականներին, ու այդ ուսումնասիրությունը դա ցույց տվել, հետո հասկացան, որ մեջտեղներից պիտի ուսումնասիրեն, որտեվ ինքը ինչ որ մի թվականի ռեստավրացվել է ծերերից, որտեղ փչացած է, հա, ու այդ թվականներին հավանաբար տենց ծերերից բաներ են կպցել, որ բան լինի։ Հետո յուրահատուկ բան հայտնաբերեցին, որ այդ պատկերը 3D է իրականում։ Ու նոր մի հատ մեթոդ կա, չեմ հիշում V8 կամ ինչ որ sense մի հատ սկաներներ է, դրանով անցկացրեցին ու ստացան 3D պատկեր, հիմա որ ասենք մի օր նայես, այդ 3D պատկերը sense պարկած մարդու պատկեր է, որի վերքի խորություններն անգամ երևում, sense սաղ կտրտած վերքեր է իր վրա, գլխին դրած է փշերով բան, այդ tag, Այսինքն վիզուալները, որ մեզ լրիվ միշտ ինչ պատմել են, գիտենք, ձեռքերին եւ ոտքերին այստեղ մեծ անցքեր եւ արյան հետքեր։ Հետո ասեցին, այդ պահին էր, որ ասեցին, սա երևի Արունով էլ նկարած, ա ֆեյք է բան, հետո ասեցին արյան անալիզ անային, որտեվ DNA անալիզ կարող են անեին, ու արյան անալիզ, չորացած արյուններ։ Արյան անալիզը արեցին ու պարզվեց, որ արյան մեջ կա կրեատինի եւ ֆերիտինի այն քանակություն, որ մենակ առաջանում է այլանդակ տանջանքների ժամանակ, մկանային հսկայական կծկումների արդյունքում։ Այսինքն մարդ, ով տպված է դրա վրա, այն տիպի տանջանքների է ենթարկված եղել, որը էլի բնութագրին լրիվ համապատասխանում է։ Հետո գտան ծաղկե փոշու սեմպլներ, հատիկներ այդ կտորի վրա, որտեղ այդ կտորները ժամանակ ցորենից բան, ինչ որ բաներից են ստանում էին այդ թելերը, կարում էին, չէ։ Ծաղկե փոշու այն տեսակ յուրահատուկ բան գտան, տեսակ գտան, որ աճել է մենակ այդ ժամանակահատվածում ու այդ ռեգիոնում, այսինքն Իսրայել, հա, այս կողմերը, ու բոլոր այդ դատաները իրար հետ բերեց նրան, որ սա մոտավորապես 2000 տարեկան կտոր է, ու այդ թվականներին միակ դեպքը, որ կա տենց պատմականորեն արձանագրած, այդ Հիսուսի խաչվելն ու հարություն առնելն է, ու այդ լույսը բան իրար հետ, այս էլ այն անբացատրելի յուրահատուկ թեմաներից։ Այս այնքան էր հետաքրքրել ինձ այս թեման, որտեվ հիմա տենց նայում եմ ոչ մի գիտնական, շատ դժվար է այս հերքել, որտեվ մի բանը հերքելուց պիտի բացատրես, բայց ոչ ոք այս բայ տեխնոլոգիաներով չի կարողանում կտորի մենակ մի շերտի մեջ դաջվել, հա։ Հա, Լսեք, որ պատմեցի, գիտես ինչ պատկերացրեն, բանը երրորդ մատրիցայի վերջում է, որ լուրջ լրիվ նույնն է։ Այն բանը նեոն որ մահանում է, ու սենց 100 քանակությամբ լույս է, չէ, դուրս գալի։ Վիժուալ որ նայես, այդ քո պատմածի նման է շատ։ կարա տենց էլ լինի։ Կարա տենց էլ լինի։ Որտեվ բանը իրականում մատրիցան շատ մեծ ռեֆերենսներ ու կտորներ ունի հենց Աստվածաշնչից։ Մի հատ բան ասեմ հուսամ, բայց ինձ Քխաչի։ Սրա համար բան չէ։ Էսի պատկացա, ուղղակի sense պատկացա ընկերական sense շրջապատում, որ կկիսվեր այդ տիպի абսուրդ մտքերից ա որ sense եկել է այս վերջես։ Ինչ որ դիտարկում է, էլի, հետաքրքիր է, կարող կոմոտ էլ առաջանար, ասենք, այդ տիպի դիտարկում, ասես մի քիչ sense ծիծաղալու էլ է իմ համար։ Բայց այս ամեն տարիքում այդ Աստվածաշունչը նույն բանը որ կարդում ես, ամեն տարիքում մի քիչ ուրիշ ձև ես հասկանում, էլի, եւ իմաստությունը չես ըմբռնել կամ դետալներին ուշադրություն չես եղել, ես վերջես ասի նորից կարդամ ու սկզբից սկսեմ բան, ու ոնց որ կարդում եմ այն ամենասկիզբն է, էլի, որ Աստված մարդուն ստեղծում է բան, ու մեկ էլ ընդեղծես մի հատ պահ կա, որ երբեք չեմ ֆիքսել, էլի, որ ասում է սկզբից Ադամին է ստեղծում, հետո ինչ որ մի պահ կա, որ զգում է, որ Ադամը մենակ է, բան, ոնց որ ասես տխուր է, պարապ է, էլի, դες դու բան ֆիքս, չգիտեմ, լսել եք դες բան, թե չէ, բայց ես ֆիքսեցի, որ ասում է մենակ է, էլի, ոնց որ այստեղեն պետք է իրան զույգ ստեղծեմ, էլի, կամպանիոն ստեղծեմ իրան, ու տես մի հատ լրիվ վիրահատություն է նկարագրում, ասում է Աստված ստիպեց, որ ինքը խորը քուն մտնի, իր կողի վրա բացված կարեց, ու սենց վիրահատություն է նկարագրում, ես երբեք այդ աչքով չէին է։ Տես մի հատ վիրահատություն է, որից կողից հանում է, կողից ստեղծում է Եվային, բան, տենց։ Ու այդ արդեն բոլորս գիտենք, լսել ես որ կողից ստեղծված է բան։ Ո՞նք էս
միտքս ես գալի մեջ, ասում մի վարքյան։ Եթե սկզբից մենակ Ադամն է եղել, ուրեմն Ադամը հավանաբար ռեպրոդուկտիվ օրգաններ չի ունեցել, որովհետև ինչ չի ունենար։ Ինչին է պետք է։ Հա, բայց հավանաբար տենց ոնց որ քան որ սնվել է եւ ջուրախմել, ոնց որ մեզի հերացման բոլոր համակարգը մոտ է եղել է, էլի։ Ասես նայում եմ, ասում, կա էլ ինչ-որ բան տղեկի վրա, որ ակնհայտ ոնց որ ավելացրած լինի հետո։ Ասում, աղջիկների մոտ այդ ոնց որ շատ արդեն հաշվարկած իրա ճիշտ տեղը տեղադրած բան, ոնց որ ավել բաներ չկա։ Բայց տղու մոտ ոնց որ ակնհայտ add-on կա, էլի, որ հետո հա ոնց որ որոշել են, որ հիմա արդեն ինքը պիտի կարողանա նաև այդ ֆունկցիան ունենա, ինչ որ բաներ են ավելացրել։ Ոյտի չգիտեմ բարձրացելու էր թե չէ, բայց բան եմ տեսնում, էլի ոնց որ հաստատ ասել է արխին։ Շատ խնդալ էր։ Զուտ անատոմիկ տեսանկյունից եթե նայեր, դու էլ հետո կավելացներ, էլի, եթե հետո ակո մտքին եկե որ պոդքասթից հետո գնալեմ չկանամ, այսօր քնեմ, ասես իվա փորձեմ պատկերացնել այդ այդպես ոնց է գալի կպնում։ Ցենց ոնց որ մի հատ օբզերվացիա հետաքրքիր։ Չգիտեմ, թող կենսաբանները ասեն։ Կենսաբանները։ Հա։ Բայց դրամաբանորեն տենց է, չէ՞, ինչին էր պետք Ադամի ռեպրոդուկտիվ օրգանները, եթե չկար Եվա։ Դե հա։ Հա, հաստատ։ Բայց հետո ունեցավ։ Ու այդ վիրահատությունից հետո ինձ թվում է շատ նորացան։ Դրա համար մենք մի հատ քիչ կող ունենք, չէ՞։ Ող։ Այնց գիտական բաներ կա, հետաքրքիր։ Բայց բանա, չէ՞, մեկը հումոր անելու համար պետք է ամեն թեմայի մեջ ահագին խորանաս։ Հա, հիմնականում ինձ թվում է ամենասկզբից երբ սկսում ես հումոր անել, հիմքդ քո մինչև այդ ունեցած բագաժն ու ռեզերվն է, որ դու տենց դիտարկել ես մարդկանց, շրջապատը, տենց տարիներ շարունակ այնքան բան է հավաքվել քո մեջ, որ տենց տարիներ հերիքում է հետո մի քանի տարի։ Բայց ընթացքում, հա, պիտի ամեն ինչից տեղյակ լինես, որ կարողանաս նոր բան գոնե ստանաս։ Բայց այդ ոնց է այդ process-ը նստում ես, սկսում ես ոնց որ ռեֆլեքսիա անես, փորձես տեսնես կրկնվող բաներ, հա։ Դու չես նկատում ոնց ես այդ անում, բայց եթե ուղեղի դրվածքը տենց է, բռնել մարդկանց մեջ նույնականացումներ կամ ռեգուլյացիաներ, որ ինչ որ մի խմբի մոտ կատարվում է, ու իրանց վերցնել որպես պրոտոտիպ, ու տենց պրոտոտիպ ներկայացնել խմբի, որը ծանոթ կլինի մարդկանց, ովքեր որևէ մեկի հետ շփվել են այդ նույն որակները ունեցող, այդ ենթագիտակցորեն կատարվող մի հատ բան է, էլի։ Դրանից շատ ուժեղ են մարդիկ, ովքեր կարողանում են պարոդիա անեն, օրինակ։ Իրանք տես նյուանսներ են բռնում ձայնի շարժումների բանի մեջ, որ ես օրինակ այդ շնորհքը չունեմ, չեմ կարողանում ըմբռնեմ։ Ես ընդհանուր տեսակը օրինակ ըմբռնում եմ հենց այդ նմանությունների արդյունքում, որ հասկանում, որ ինչ որ բաներ շատ նման է մարդկային խմբերի մեջ ու կարողանում եմ, ասենք, իրանցից ստանամ տես պրոտոտիպ մի մարդու ու այդ մեկով ներկայացնեմ ինչ որ մի հատ մեծ խումբ, էլի, հա։ Բայց այդ էլ էլի հետաքրքիր որ խորանում ես ոնց որ տենց ամեն մեկս ինչ որ ծրագիր ունենանք ու այդ խմբի մարդիկ իրար շատ նման են ոնց որ նույն ծրագիր ունենան էլի շատ բայց այդ հետաքրքիր է սոցիալական է թե գենետիկ կարող է երկուսն էլ իրար մեջ բայց ավելի շատ ինձ թվում է սոցիալական պարզապես գենետիկ գիտես ինչ առումով որ կան զբաղմունքներ կամ մարդկային տեսակներ, ովքեր ունեն ցածր օրինակ IQ ու ձգտում են այդ տեսակ գործունեության, որը տարբեր երկրներում կամ տարբեր մշակույթներում մի քիչ տարբերություն ունի, էլի օրինակ, բայց այդ մարդը տարբեր այդ IQ-ի տեր մարդ օրինակ ոչ մի երկրում էլ օրինակ գիտական աշխատանքով չէր զբաղվի։ Դրա համար գենետիկ ֆակտորը կա, թե ինքը ինչի է ձգտելու այդ չափի մեջ, բայց թե որ երկրում այդ ոնց կարտահայտվի, տարբեր է, էլի, նույն երաժշտության առումով, արվեստի առումով, նույն, ասենք, մտածելակերպի մարդը այս երկրում այդ չափի մեջ ուրիշ երաժշտության կգնա կգրկի, արաբական երկրներում ուրիշ երաժշտության, բայց երկու երկրում է հավանաբար արվեստով չի զբաղվի, էլի։ Դա համար ինձ թվում է գենետիկ ֆակտորներ կա, սոցիալական ֆակտորներ կա, թե որտեղ է այդ արտահայտվում, էլի։ Օրինակ մի հատ sense հետաքրքիր դիտարկում եմ արել էլի իմ մեջ,
բնավ ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց դրա մեջ ճշմարտություն կա մեծամասնության առումով, ոչ բոլորն են տենց։ Օրինակ իմ ընկերներից, ովքեր որ կորելացիաներ են փորձում ցույց տալ, էլի, ովքեր որ լսում են ռաբիզ երաժշտություն օրինակ, չեն հետաքրքրվում արվեստով, գրականության, ոնց որ միշտ տենց ինձ հետաքրքրել է, բայց ես չունեմ ընկեր, որ տենց ռաբիզ սիրող է ու սիրում է նաև արվեստ, օրինակ, ոնց որ չգիտեմ, նկարչություն կամ գրականություն։ Ու ես չունեմ ընկեր, ով որ շատ է սիրում գրականություն ու արվեստ ու նաև լսում է ռաբիզ երաժշտություն։ Այդ հակառակն եմ օրինակ դիտարկել։ Դա համար ինձ միշտ թվացել է, որ երաժշտությունը նաև ինչ-որ կոնկրետ ապրելակերպ է քեզ թելադրում ու որոշակի երաժշտության խթանումով դու նաև խթանում ես որոշակի ապրելակերպ։ Այսինքն եթե դու օրինակ համաձայն ես, որ քո շրջապատում են օրինակ մարդիկ, ովքեր, չգիտեմ, ռաբիզ երաժշտություն են լսում, հիմնականում արվեստով չեն հետաքրքրվում, եթե դու ես դա նկատել։ Տենց է, հա, ես չեմ կարող ասեմ այդ։ Եթե տենց է, ուրեմն դու արդեն կարողանում ես կռահել, որ եթե հիմնականում մեծ մասը երաժշտության լսողներից ռաբիզ երաժշտության լսող են, ուրեմն շատ քիչ արվեստի ճյուղերա այստեղ զարգանալու։ Ու հակառակն էլ կարելի դիտարկել, որ եթե օրինակ հիմնականում որտես նկարիչ ընկերներ ունեմ կամ բանաստեղծ ընկերներ ունեմ, իրանք ոնց որ մի քիչ ալտերնատիվ երաժշտության կողմնակից են նաև մի քիչ տես չգիտեմ, կարող է ռոք երաժշտություն են լսում, ինդի երաժշտություն են լսում, կարող է դասական ջազ երաժշտություն են ասենք սիրում, շատ ունեմ տենց ընկերներ, ովքեր նկարիչ են բան ու ջազ են սիրում։ Նաև դրա հակառակ կողմն էլ կարած դիտարկես, որ եթե ջազ երաժշտությունը ավելի տարածված լիներ, քան օրինակ մյուսերը, նաև տարածված կլիներ նկարչությունը կամ բանը, որը որ նաև այդ երաժշտությունը սիրողներին հետաքրքրում։ Ասենք անհնար է այդ տարբերությունը նաև մյուս ոլորտների վրա չզգար, որտեղ ասում, ամեն երաժշտություն իր այդ բերման մշակույթ, նաև պահելաձև, նաև հետաքրքրություն, օրինակ իմ ռաբիզ ընկերները, իրանք շատ ավելի ջիգարով են ու շատ ավելի ասենք ու տխմը։ Հա, որ իրանց հետ տես մի հատ ուրիշ քաղցրություն կա, էլի։ Իմ, հա, մի քիչ ուրիշ երաժշտություն սիրող ընկերները, իրանք մի քիչ ավելի դեպրեսիվ են, ամեն իրավիճակ ուրիշ կերպ են վերլուծում, իրանց վրա ավելի շատ է ազդում առօրյա, ասենք, այն ինչ որ կատարում է երկրում, իրանք ամեն ինչի մեջ փորձում են լինել, անալիտիկ են բան։ То есть ամեն տեսակ այդ երաժշտության տարբերությունը իմ մոտ մարդկային բնավորությունների տարբերության հետ է ասոցացվում, էլի։ Հա, որ տենում ես մարդը, որ քո սիրած խմբերն է լսում կամ քո սիրած երաժշտությունն է լսում, ոնց որ միանգամից դառնում է սվոյ, էլի։ Ինչ որ բան ես, ոնց որ մի քիչ ճանաչես իրան։ Հա, հիշում ես, որ բանը այդ լայվ ոդքասթին է ասել, օրինակ 3 հատամից քո հանդեպ ճիշտ է ոչ մեկին չի ճանաչում այն ժամանակ, բայց քո հանդեպ ին վերաբերմունքը միշտ տարբերվել է մնացածից, շատ ավելի մեծ սիմպաթիա ունեցել քո հանդեպ, որովհետև գիտեր որ դու ռոք ես սիրում։ Հա։ Հարազատ բան է թվացել։ Իմ մոտ էլ է տենց եղել։ Հարազատ է։ Արմով մանավանդ այն ժամանակ այնքան քիչ մարդ էր ուրիշ բան լսում։ Անունը ռոք չդնենք, ուրիշ բան, էլի, որ իմանում էր, որ տենց համընկնող հետաքրքրություն ունեք, միանգամից այդ մարդը քեզ հարազատ էր թվում, էլի։ Կա տենց բան։ Հա, համաձայն եմ։ Ու իրականում այդ թեմայով գիտնականները շատ էլ խոսում են, որ արդյոք մարդու լսած երաժշտությամբ կարելի է ինտելեկտը հասկանալ, ինչ որ կորելացիաներ կա միանշանակ։ Հա, ես սա ոչ մեկին տենց վիրավորելու համար չեմ ասում, ընդհանրապես տենց իսկականից մոտավորապես փաստին հավասար դեպքեր կա, էլի, երբ որ մեծամասնությունը ինչ որ մի բան նույն կերպ անում, կարողանում ես ինչ որ գնահատական տաս, էլի, կոնե կարծիք ասես։ Նաև տենց մի հատ էլ դիտարկում կա ըստ իս էլի շատ կարևոր, որ ինչի է օրինակ կոնկրետ մի տեսակ երաժշտություն տենց տարածվում մի ազգի մեջ, շատ եմ մտածել այդ առումով, ես հասկանում եմ, որ արվեստի ճյուղերը արմատներ են գցում կոնկրետ ինչ որ մի ազգի մեջ, երբ որ այդ ազգի հարուստ ընտանիքները, էլիտար ընտանիքները լսում են կամ սիրում են դա։ Ինչի՞ եմ դրան գալիս, որտեղ սենց երբ որ գնում ես օրինակ
իտալական արվեստը, որ հիմա տենց իրանց քաղաքը ամբողջությամբ ասենք Միկելանջելոյա կամ սենց որտեղ հարուստ ընտանիքներն էին այդ պատվիրում։ Եթե հարուստ ընտանիքները մեդիչիները օրինակ այն ժամանակ սիրեին արաբական արվեստ ու երաժշտություն, Իտալիան ամբողջովին ողողված է լինելու արաբական արվեստով, արաբական կառույցներով, արաբական ամեն ինչով։ Այսինքն, քանի որ երկրի էլիտար ընտանիքները իրանք ամենաշատ խնջույքներն են ունենում, ամենաշատ պատվերներն են անում, եթե իրանք ունենում են որոշակի ուղղվածություն ու ճաշակ, այդ ճաշակը շատ հեշտ է տարածվում ու արագ է տարածվում, որտեղ միշտ էլիտար ընտանիքները նաև ունենում են իրանցից ցածր, մի քիչ ցածր հարուստ, բայց իրանց հետևից ընկած մարդիկ, ովքեր անընդհատ ուզում են կրկնօրինակել ինչ են անում ամենավերևի խավի ընտանիքները։ Ինչ շոր հագան վերևում, ինչ դիզայներից օգտվեցին վերևում, այդ դիզայներից օգտվում են ներքևում։ Ինչ երգիչներ հրավիրեցին վերևում, այդ երգիչներից օգտվում են ներքևում։ Ու տենց տարածում է։ Ինչ մեքենաներ քշեցին վերևում, այդ մեքենաներից ուզում են քշել ներքևում։ Աղքատ մարդիկ հարուստի պատկերացումը իրանց մոտ ձևավորում են այդ մեքենայի մեջ, այդ երաժշտության ներքո։ Դրա համար կարծում եմ, որ հարուստ ընտանիքները ամենալավ բանով եմ ասում, մեծ դեր ու պատասխանատվություն ունեն երկրում ինչ որ բաների հանդեպ ճաշակ ձևավորելու։ Թե որ արվեստի կողքը իրանք կկանգնեն, այդ արվեստն էլ կունենա ամենամեծ պահանջարկը տվյալ տարածաշրջանում։ Դե բայց հայտնի է հարուստ հարսանիքներից, որ կադրեր ինտերնետում գնում է, սովորաբար մենք էլ ինչ երաժշտությունը շուտվանից է դա եղել, հիմա պատկերացրած ասենք ես ու Սոնան մեր խմբով ասենք նենց մեծ մասշտաբի ու կարևորության հարսանիքների ենք ելույթ ունենում ռոք երաժշտությամբ, որ ես նվագելու կեսից եմ ինձ հարց տալիս, թե էս ինչա կատարվում, որտեվ ասենք բայց ես ընկալում եմ որպես ռոք։ Նույնիսկ եթե տերմինոլոգիայի տեսանկյունից, ժանրային տեսանկյունից չհասկանան կամ չընկալեն որպես ռոք, մեկը երաժշտությունը, որ մենք տալիս ենք, այդ ծանր գիտարները այսօր ուրփաթի մեջ, մայրոյի մեջ, կամիզանայի մեջ, հստակ է, բարձր է, ակտիվ է ու բոլորը նենց հավես են տժում, իմ համար հեղափոխության պես բան է այդ ինչ որ ես նայում եմ երաժշտական, որովհետև այս ինչը որ ասում եմ, սրա արմատները գնում է ավելի շատ մինչև 90-ականներ, հենց այդ ժամանակ խորը ռաբիզ, բայց շատ արաբական, այդ թուրքական ռաբիզ, այդ տեսակի ռաբիզը նկատի ունեմ, որտեվ հիմա շատ պոպի ու ռաբիզի արանքը մի հատ ֆորմատ կա, որ այդքան վախենալու չի, ինչքան 90-ականներն է, 90-ականներում ամբողջ էլիտան հավանաբար շատ ժանգոտ ռաբիզ էր լսում, էլի, ամենաանվորակը, ու այդ ժամանակ ռաբիզ երաժշտությունը սկսեց ասոցացվել հարուստ լինելու հետ, այդ ապրելակերպը ինքը տենց ոնց որ իրար հետ էր գնում, էլի։ Հետաքրքիր բան ես ասում, օրինակ այդ տեսանկյունից երբեք չէի նայ, բայց որ ասում ես միայն որ անգլերեն ասած makes sense էլի։ Պատմականորեն որ հետ եմ գնում, ես ասում օրինակ ինչի է Մոցարտը մեզ հայտնի։ Հետո որ գնացել ենք Ավստրիայում էինք, ինչ որ էքսկուրսիա էինք անում, պալատեր, ինչ որ հետաքրքիր, ու այստեղ ասեցին, այստեղ, չգիտեմ որ թագավորի օրոք, այս սենյակում առաջին անգամ նվագել է Մոցարտը։ Հասկանում ես, Մոցարտը մեզ հայտնի է, որովհետև էլիտար ընտանիքը ամենա Մոցարտին սիրել է, երգեր պատվիրել է, իր խնջույքներին կանչել է ու Մոցարտը հասել է մինչև մեզ ու դարձել է Ավստրիայի օրինակ մշակույթի մի մասը։ Եթե չէին սիրում Մոցարտին ու թագավորի ճաշակով էր լինում արաբական երաժշտությունը, դա լինելու էր այդ մշակույթի մի մասը։ Մեր թագավորներին, մեր էլիտային հարազատ է եղել այն երաժշտությունը, որը որ հիմա ամենաշատն է։ Որն էլ որ կորելացիայով ցավոք չի համընկնում ոչ արվեստի, ոչ գրականության սիրող մարդկանց։ Այսինքն ինչ հարուստ ընտանիքները լսում են, այդ դառնում է մեյնսթրիմ ու մեյնսթրիմի հակառակն է, միշտ լինում է հակա մեյնսթրիմը, որը ալտերնատիվն է, ռոքն է, չգիտեմ, փանկն է։ Հա, կամ մնացած պոպ երաժշտությունը, պոպ, որը որ իր մեջ չի կրում, օրինակ այդ հասարակ ակորդների ու բառերի սեկվենցիան, որը որ ռաբիզ երաժշտություն ունի, էլի, այնց շատ այնց բայց մեկը այնց պոպ երաժշտությունն էլ ինքն է մեկը էլի պոպուլյար է, էլի դրա համար անունն է տենցը։
Հա, բայց ամեն երկրում pop-ը մի բան է նշանակում, էլի, մեր մոտ pop-ը պիտի որ ռաբիզ երաժշտությունը լինի, որտեվ ամենապոպուլյարը ինքն է, ու Մեր մեր մոտ մոտ pop-ը միշտ կան ռաբիզն է։ տաղանդավոր, շատ տաղանդավոր սկզբեր, ովքեր երիտասարդ տարիքում, երբ որ դեռ գումարի կարիք չունեն, օրինակ ընտանիքն է պահում բան, ազատ են ստեղծագործելու մեջ, փայլում են։ Երբ որ արդեն մի քիչ մեծանում են ու դա իրանց հիմնական զբաղմունքն է ալում ու դրանից ոչ մի գումար չի գալիս, որտեվ ոչ մի խնջույքի, ոչ մի առիթի, ոչ մի մանով չեն կարող տեղավորվեն, կամ դուրս են գալիս մեջից էլ չեն ստեղծագործում, կամ կամաց վերափոխվում են, տենց մոտենալով այն արվեստին, որը որ կարա իրանց գոնե որոշակի եկամուտով ապահովի, որ շարունակեն ստեղծագործել։ Բայց մի քիչ փոխվել է այս թվարի աճակը։ Շատ է փոխվել, Արտյոմի հետ է խոսում Մանուկյան, Թավջութակար, հա, այդ Երևան Calling-ով։ Ասում հենց այս թեմով ենք խոսում, առիթ էինք մի քանի օր առաջ իրար հետ, ասում են այսօր ցանկացած երաժշտության ճյուղ ունի արդեն իր պահանջարկը Հայաստան։ Այսինքն կապ չունի դու ջազ ես նվագում թե heavy metal, քեզ լսող մասա կա, որը կոպիտ ասած քո համերգի կամ իր իվենթին քեզ կհրավիրի։ Մենակ ուրախ եմ։ Ճիշտ է, դու չես կարող աշխատես այնքան փող, ոնց որ, չգիտեմ, այդ հայտնի ռաբիզ երգիչները, բայց դրանով դու ինչ որ բան կարաս աշխատես հաստատ։ Մենակ ուրախ եմ դրա համար, հետո տենց մի հետաքրքիր ինձ թվում է փոփոխություն էլ կա, որը մի քիչ ավելի երկար ժամանակում կնկատենք, այն ընտանիքները շատ հարուստ, ովքեր 90-ականներին հարստացած ընտանիքները հիմնականում տենց փողոցային մշակույթի կրող, այդքան կրթության հետ կապ չունեցող, մի քիչ ուրիշ բարքերի ժողովուրդ էին, որովհետև տենց էր հանգամանքները թելադրում, այդ բարքերը պիտի ունենար հաջողություն հասնելու համար 90-ականներին։ Իրանք տենց շատ էլ չեն խորանում երաժշտության մեջ, տենց վերում ռաբիզը, քեֆը, բանը սենց վիճակ էր, բայց իրանց երեխաները հիմնականում արդեն դուրսը սովորած, կրթություն ստացած, տարբեր մշակույթների հետ շփված, շատ հետաքրքիր հարուստ ու ուժեղ ընտանիքների սերունդ պիտի որ արդեն սկսի գալ ի հայտ, որոնց նաև թելադրած մշակույթի մեջ մենք պիտի տարբերություն տեսնենք, էլի։ Այսինքն ռաբիզը հիմա իր բանն է, պիկին է։ Այս ասածներիցս ելնելով Եթե տենց նայենք, բայց նաև ռաբիզն էլ է ահագին վերափոխվել, որտեվ այն ժամանակ տենց ուղակի ամեն ինչն էր, էլի, անմակարդակ եւ երաժշտության որակը եւ իրանց կարող է տեսքը, հակածը ոչ մի հիմի նոր օրինակ ռաբիզ երգողներով, ովքեր նոր սերնդի ռաբիզ երգողներ են, արդեն ուզում են եւ տեսալովակները մի քիչ էսթետիկ լինի եւ իրանց տեսքին են հետեւում, ուրիշ կերպ են, էլի, ինչ որ բան մեկը էլի տենց էվոլյուցիա է ապրում մեր աչքի առաջ, դեպի ավելի գունավոր, դեպի ավելի որակով, եթե այդ ելևեջներն էլ մեջից գնալով մաքրվի, որտեվ ինքը չի վերանալու, մարդիկ կան սիրում են, մեղադրելու էլ չի, ոնց որ իրանց երաժշտության պատկերացումը այդքանն է, ու իրանց հաճույք է պատճառում։ Գնալով եթե մաքրվի դա էլ, նաև հարուստ եւ ուժեղ ընտանիքները, ովքեր ազդեցություն ունեն, իրանց մոտ էլ ճաշակային փոփոխություն լինի բան, ժամանակի հարց է, բայց ինձ թվում է ահագին բան կփոխվի էլի։ Հա, երևի, բայց բանը ինձ թվում է անհատներն են ինչ որ ոչ միայն հարուստ ընտանիքները, այլ այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, ինֆլուենս ունեն, ազդեցություն ունեն, իրանք էլ կան ինչ որ մի ձևով ազդեցություն ունենան ընդհանուր ճաշակի վրա, որովհետև փոխվել է այս 30 տարվա մեջ լիքը բան փոխվել է։ Այսօր, չգիտեմ, որ նայում ես ինչ որ ինֆլուենսերներ, բլոգերներ գնում են ահագին լավ երաժիշտների համերգների տարածում են այդ վիդեոները հարյուրավոր հազարավոր լայքեր են հավաքում ու այդ չգիտեմ ինձ թվում է տանում է նրան որ մարդիկ սկսում են ծանոթանալ նոր ավելի հետաքրքիր արտիստների հետ։ Կա տենց բան։ Օրինակ, չգիտեմ, համոզված եմ քո ու Սոնայի օգնությամբ լիքը մարդ իր համար բացահայտել է ռոկը։ Հուսամ։ Ու գնացել, խորացել է, որ տնասես ինչ են երգում այդ։ Կարող է System of a Down լսած են եղել, բայց երաժշտությունը չեն լսել։ Ու զուր երգի օգնությամբ իրանք լսել են System of a Down, գնացել են, միացրել են,
սկզբում ասել են էս ինչ է, հետո մի հատ էլ են դրել ասել են, հետաքրքիր է։ Հազվաճի, Վաճի։ լավն է։ Երրորդ անգամ դրել են, լսել եք, դզեց արա։ Այդ շատ հավես կլինի, ես կուզեմ, որ մեր այդ երաժշտական գործունեությունը ոչ միայն ինձ ու Սոնային այտենց հետաքրքիր հիշողություն, ճանապարհ ու փորձ տված լինի, այլ նաև ինչ որ մեկի համար ինչ որ բան փոխած լինի, էլի դա ասենք գերագույն։ Փոխում ամենանշանակ։ Համոզված եմ փոխում, որովհետև ցանկացած տես բան ազդեցություն ունենում է։ Մարդիկ կան ինչ որ բան անան, վատ ազդեցություն ունի, մարդիկ կան լավ բան անան, լավ ազդեցություն անան, բայց անհնար է չփոխել, եթե մի բան հազարավոր մարդիկ են լսում կամ նայում են, անհնար է ինքը ազդեցություն չունենա։ Այդ influence բառը հենց տեղից է գալիս, ու ինքը այսօր սխալ է օգտագործվում շատ մարքետոլոգների կամ չգիտեմ իրականության մեջ influence բառը, սաղ influencer են, բայց այդ ամեն ինչը միանշանակ ազդեցություն ունենում է։ Մենակ ուրախ եմ։ Նես որ հաստատ լավ երաժշտությունը տարածվել է։ Ես Քեզ էլ է փոխում քո արած երաժշտությունը, դա մենակ բան չի։ Մենակ քեզնից դուրս չի գնում ու տարածում, էլ ինքը քո մեջ էլ է նույն այդ արձագանքը առաջացնում։ Նենց որ շատ ուժեղ բան է, էլի։ Հայլի ոնց որ ժամանակ ալնում, որ տենց ճիշտ ժամանակին ճիշտ երգը միանում ավտոյի մեջ կամ նաշնիկներիդ մեջ ու քո փոխարեն որ ասում ա մի բան, հա, ոնց ինքնամաքրվում ես, ոնց որ դու ասեր այդ, քեզ այդ պետք էր, քո փոխարեն խոսած, քո իրավիճակը քեզ բացատրեց ավելի, քան դու քո գլխի մեջ կարողանում ես ձևակերպել։ Դրա համար ինձ թվում է մի քիչ պատահական չի էլի, որ երգը ժամանակին մենակ ասենք մենակ չէ, կրոնական ցանկացած ռիտուալի ընթացքում երգ ա եղել, երաժշտություն ա եղել, որտեղ երաժշտությունը կարողանում է մարդկանց դնի ինչ որ մի հատ կարգավիճակի մեջ, որտեղ դու ու անբացատրելին ինչ որ կապի մեջ եք դնում։ Այսինքն ինքը ուժեղ, ավելի ուժեղ բան է, քան մենք օգտագործում ենք, էլի։ Երաժշտությամբ մարդիկ պատերազմ են գնացել, ավելի լավ են կռվել, քան առանց երաժշտության վախն է իրանց մեջից վերացրել, հայրենասիրությունն է բարձրացել, իմաստ է տվել։ Ինքը չի կարա էլի տենց փոքրացվի, հավասարացվի քեֆի մակարդակի։ Հա, լրիվ համաձայն եմ, ինքը շատ ավելի կարևոր դեր ունի, որտեվ այդ չգիտեմ, որ արտիստների մասին դոկումենտալներ ես նայում կամ մարդկանց հետ խոսում ես, լիքը մարդ կա, որ ասում է այդ երաժշտությունը ինձ փրկել է։ Բառից բուն իմաստով էլի ու ժամանակ առնում, որ այնքան վատ վիճակի մեջ ես, որ այդ պահին մենակ լավ երգ կարա քեզ ինչ որ հետ բերի ու շատ մարդկանց է հետ բերե ու այդ անգնահատելի է։ Համաձայն եմ, մեր շարականների մեջ դες մի հատ տենց յուրահատուկ էներգիա կա, մեր շարականները ոնց որ թերապիա լինի։ Հա։ Այդ տենց պատահական չի լինում, էլի։ Չգիտեմ, ես ափսոսում եմ, որ մենք այդքան կոմերցիոն ենք նայում երաժշտությանը, էլի։ Ուզում ենք իրան չափենք, մոնետիզացնենք։ Ինքը այդ կոմպոնենտն էլ ունի, անբաժանելի կոմպոնենտ է։ Չենք կարա դրանից հրաժարվենք, մանավանդ իմ հաց ու ջուրն է օրինակ։ Չեմ կարա դրա դեմ խոսամ։ Բայց իրա կարևոր այն ամենա սկզբի իրա ուժը տենց ոչնչացնել մենակ կոմերցիայի համար ճիշտ չեմ գտնում, էլի։ Այս կոնկրետ իմ տենց գոլեգա երաժիշտներին մասին եմ նաև խոսում, ես գիտեմ մարդկանց, ովքեր անում են երաժշտություն, որով շատ գումար են աշխատում, բայց ասում են, որ չեն սիրում այդ երաժշտությունը։ Իրանց համար միշտ իրանց ասում եմ, եթե չեք սիրում, չեմ կարա մեղադրեմ, որ դուք էս անում եք ու ձեզ հաջողություն եք բերում, բայց եթե զուգահեռ անեք այն ինչ որ դուք սիրում եք, այդ դեպրեսիան, այդ չարն ու դիսբալանսը ձեր մեջից կվերանա, էլի։ Պիտի այն երաժշտությունը, որը դու սիրել ես ու քեզ ոգևորել է, որ դու անես երաժշտություն, մի հատ հիշի այդ երաժշտությունը համեմատի այն երաժշտության հետ, որը դու հիմա ստեղծում ես, եթե ամոթ առաջանա մեջդ, ուրեմն սխալ տեղ ես գնում, էլի։ Հա։ Բայց երաժիշտներ կան, որ շատ են տրանսֆորմացվել, կամ անգամ երբ որ երկու տարբեր տեսակի երաժշտություն միաժամանակ նվագել են։ Հա։
մեր իրականության մեջ եկա։ Բան Ժանկոչյան օրինակ, Ժանկոչյանը շատերը գիտեն, Հա, ջազ երգիչ է ու նաև ռաբիզ երգիչ, բայց ինքը ֆանտաստիկ ջազ երգեր ունի։ Ֆանտաստիկ ու շատ ու սկսած ես վերջերս ինքը մի երգեր ա գցում YouTube-ում նոր իր երգերը, որ համ ինչ որ տենց ռաբիզոտ կոմպոնենտ մեջ կա։ Ռաբիզոտ չէ, ռաբիզ սխալ է ասել։ Տենց իր 5 կտորներից կոմպոնենտներ կա ու հետն է շատ լավ ջազվի արանժիրովկով սիրուն, սենց լավ երգեր ա։ Ու մարդիկ որ չգիտեմ, իրան մենակ այդ ռաբիզ երգերն են լսել, այդ երգերը ընդունում ու շատ սիրում են։ Շատ հետաքրքիր է։ Այսինքն ինքը այդ դրանով այն մարդկանց ովքեր մենակ ռաբիզ են լսել, ծանոթացնում է ջազի հետ։ Շատ հետաքրքիր է։ Տենց այս ինչ որ ասին, այնց շատ է հետս հանդիպում, որ օրինակ ինչ որ մի հատ տենց ռեստորանում ենք backstage-ը, ասենք, նստած են, գալիս ենք, ասենք, մեր հերթնա պիտի դուրս գանք, ասենք, կամ ինչ որ մի հատ հյուրանոց է բան, որտեղ առիթ է, միշտ մեզնից առաջ երաժիշտներ են լինում, կան չէ, տենց կոլեկտիվներ, ովքեր հիմնական ամբողջ հարսանիքի ընթացքում են լինում ու հրավիրովի արտիստներ։ Ու շատ է լինում, որ իջնում են այդ կոլեկտիվից ու երգիչները մոտենում են, ասում են, գիտես ես ինչ եմ սիրում իրականում, ու սենց երգեր են դնում, ու սենց փախած բան, ասում եմ, բայց ինչ անեմ, ու սենց զգում եմ, որ ինքը տանջվում է, էլի իսկականից, բայց ասում եմ, ոնց է իջել ամեն ինչը, որ քո տանջանքը կարող է ինչ-որ մեկի բերկրանքը լինի, էլի երաժշտական առումով, էլի, այսինքն դու որպես երաժիշտ, որպես այդ ամեն ինչը քո մեջ անցկացնող մարդ տանջվում ես, բայց վերջն արդյունքը ինչ-որ մեկին նենց հաճույք է պատճառում, ասում ես, ինչ դիսոնանս է, էլի, ինչի՞ չես մարդը իր սիրած երաժշտությամբ կարողանում նույն կերպ մարդկանց, ասենք, ոտքի հանել, չգիտեմ, այս օբզերվացիաներ ա, որ տենց օրական հետս կատարվում է։ Հետաքրքիր է։ Ես կուզեմ, ուրեմն երբեք ոչ մի ճյուղի դեմ դուրս գալ պետք չի, որտեղ մարդիկ կան այդ են սիրում ու չի կարելի իրանց ասել, լավ ու վատի հարցը չի, էլի ճաշակի հարցը, բայց անարդարությունը իմ մոտ կայանում է մնացած ժանրերի չգնահատվելու մեջ, ոնց որ մնացած ժանրերը, ինչքան էլ Արտյոմը ասում է, որ արդեն ամեն մեկը իր խումբը ունի, քան որ քիչ ենք ու շուկան էլ փոքր է ու հիմնական տենց Երևանի մեջ է, այդ փոքր խմբերը չեն կարողանում նենց պահեն իրանց արտիստներին ֆինանսապես, որ գայթակղություն չլինի այն մյուս տեղը թաթախվելու, էլի։ Ես կուզեմ բազմաժանրությունը հավասար եկամտաբեր լինի, որ մարդը իր սիրած բանով զբաղվի, դա միշտ չի նշանակում, որ քո սիրած բանը լավ բան է, բայց հաստատ միշտ նշանակում է, որ քո սիրած բանը անելը ավելի անկեղծ է քո հանդիսատեսի նկատմամբ, քան քո չսիրած բանով այդ հանդիսատեսին համոզել, պարացնելը կամ ինչ-որ բան անել, էլի։ Գոնե արվեստի մեջ պիտի այդ անկեղծությունը լինի, էլի, ինձ թվում է։ Ինքը տենց մի քիչ հոգի կա դրա մեջ դրած, էլի, ինքդ քեզ խաբել, ինքը լրիվ ուրիշ լավ տեղ չի տանի քեզ հաստատ, էլի։ Այդ մարդկանց ես չեմ ճանաչում, չգիտեմ ով մասն է խոսքը, բայց պատկերացնում եմ, որ իրանց հա ճիշտ ես ասում, այդ հաստատ կտանջի։ Իմ հետ գիտես ինչի է դա լինում, որովհետև մեր խումբը Սոնայի հետ ոնց որ նաև ոնց որ այդ շրջանակում է բացառություն համարվում, որ մենք մեր սիրած բանը անելով կարողացանք տեղավորվել մի տեղ, որտեղ տեղավորվելու համար պետքա բան փոխեր, դու հարմարվեիր, ուրիշ բան պիտի անել, էլի, այսինքն դու քո սիրած բանը անելով այդտեղ հիմնականում չէր հայտնվի կորպորատիվների բեմի մասին է խոսքս, էլի, ու երբ որ մարդիկ տենց զգում են, որ իրանց մոտ նստած են, օրինակ սեփական սկզբունքներին անդավաճան մարդիկ, ուզում են գան կիսվեն քո հետ, ու ասեն, որ իրանք էլ են տենց զգում, իրանք էլ են սիրում սենց երաժշտություն, բայց ոնց որ մի պահ չի ստացվել դրանով անել են ինչ-որ, դրա համար են գալիս, օրինակ իմ հետ կիսվում, էլի, որտեվ գիտեն, որ մենք երկուսով միտեղ ելույթ ենք ունենում, բայց մենք անում ենք այն ինչ-որ մենք սիրում ենք ու պինդ կպած ենք դրան, բայց իրանք ժամանակի ինչ-որ միտեղ ինչ-որ բան զիջել են դրա համար։ Որ պատմիր մի հատ դեպք հիշեցի մի քանի տարի առաջ, 2-3 տարի առաջ եղել բան հարսանիքի ժամանակ, այդ հայտնի արտիստներից մեկը
մոտիկացավ, այտենց փաթաթվեցինք իրար, առաջի անգամ ենք տենում, հարսանիքին արդեն վերջ էր, սա լավ տրամադրությամբ փաթաթվելու լացելու տրամադրությունն էր ասել։ Շատ սիրում եմ քո ոդքասթը, ասի քեզ շատ շնորհակալություն, շատ լավ ուրախացանք, ու բան էլի քոնման ասում բայց ասում այդ լավ երգերի մասին որ խոսում եք Pink Floyd, Led Zeppelin, սպագիտես ես շատ եմ սիրում, քո ցավն է տանեմ։ Այդ զգում ես ինչ որ անհաշտություն կա իր մեջ, իր արած գործի նկատմամբ ու այդ դժվար են թաքցնում, էլի։ Դե որտեվ բան է, ոնց որ չգիտեմ, երաժշտությունը որ ճիշտ ասեցիր, քո ինքնության մի մասն է դառնում։ Ու երբ որ քո ինքնության մի մասն է, չգիտեմ, ջազը, ռոքը, հիփ-հոփը կապ չունի, բայց դու ուրիշ բան ես հանրային ցույց տալիս, դու ուզում ես այն մարդիկ, ում որ դու ճանաչում ես կամ սիրում ես, ով իրանք իմանան, որ դու նաև sense կտոր ունես։ Բոլորիս մոտ տարբեր ձևերով էդի կա, օրինակ, ամեն մեկս մի բան ուզում ենք, որ մեր մասին իմանանք, բայց միշտ չի որ այդ մի անգամից կարելի է ասել, որ տենց է, էլի։ Հանգամանքներ կա ամեն դեպքում։ Ոնց որ ինչ որ սահմանափակումներ կա, որ սահմանափակումների մեջ պետքա փորձես կայանաս կամ առաջ գնաս, ճիշտ է, մարդիկ կան ոչ մի բանին չեն նայում ու այդ ամեն ինչը կոտրում են, մարդիկ եկան հարմարվելով ավելի դանդաղ են առաջ գնում, բայց համենայն դեպս չգիտեմ, այդ միջավայրը շատ բան է։ Շատ եւ միջավայրը եւ սպասելիք արդարացնելը, այդ ոչ թե սպասելիք ստեղծելը, ինչը որ ինձ թվում է արվեստագետների ոնց որ համար առաջին բան պրիորիտետը պետքա լինի, ինքը պետքա ստեղծի նոր բան, որը առաջացնի նոր սպասելիք ու այդ սպասելիքը արդարացնի։ Հարմարվել մինչև այդ եղած սպասելիքներին ինչ որ չափով կարելի է, բայց ոչ ամբողջությամբ։ Բայց օրինակ Ռիկ Ռուբինն է այդ շատ լավ ասում, եթե քեզ ինչ որ մի բան դուր է գալի, դու ուզում ես ստեղծես, արա։ Ու եթե դու դրանով փող չես կարող աշխատես, դա լավ, օքեյ, կարաս դու նաև ունենաս հիմնական աշխատանք։ Ու անես, ու այդ ես իմ վրա եմ դա զգացի, ես ոդկասթով տարիներ շարունակ մենակ փող եմ ծախսել սա այս պրոյեկտի վրա, որտեղ ուզում եի անել, համար կարևոր չէ, շատ կամարդ կնայի, թե չէ, ես դա ուզում եի անել, իմ համար կարևոր էր ու ոնց որ անում ես այնքան միջով կստացվի կամ հենց անելը իմ համար ստացվել էր, ասինքն որ ամեն շաբաթ ես կարողանում եմ հետաքրքիր մարդիկ գտնել ու հետ 2 ժամ խոսալ, այդ արդեն ստացվել է։ Համաձայն եմ։ Բայց ես այդ առումով բախտավոր, որտեղ ես հիմնական աշխատանք եմ ունեցել, որը կարողացել է ֆինանսավորել, չգիտեմ, իմ հոբիները ու շատ մարդիկ ուզում են մենակ օրինակ երաժշտությամբ փող աշխատեն, մենակ նկարչությամբ փող աշխատեն ու այդ դեպքում ոնց որ այն ուղղությունները, որոնցով դու կարաս փող աշխատես, քեզ ստիպում են, որ դու դա դրանով զբաղվես։ Համաձայն եմ, հարմարվես այն ամեն ինչին, ինչը քեզնից առաջ ինչ որ մեկ անելով գումար աշխատել։ Բայց հակառակն է, օրինակ նախանցած ոդկասթին անցած չէ դրանից Վակոներ մոտս հյուր Fairwind խմբից որտեղ լսած կլինես հաստատ։ Իրանք արդեն 10 քանի տարի նվագում են ու դրանով փող չեն աշխատում, բայց անում են։ Բայց սա աշխատանք ունեն հիմնական։ Ու իրանք հասկանում են, որ իրանք ռոք նվագելով 4-5 ընտանիք հաստատ չէին կարող պահեն, բայց շարունակում են անեն, էլի։ Այդ էլ է լավ օրինակ։ Շատ հավես է տենց։ Չգիտեմ, ինձ գիտես ինչ էի ուզում հարցնել, այն որ դու հայտնի ես, օգնելա որ նվագես, այն ինչ որ ուզում ես նվագես։ Ինձ թվում է, այն որ ես կողքից ունեցել եմ եկամուտ ու աշխատանք, եթե դրա մասին ես հարցնում, օգնելա անկախ լինեմ երաժշտություն ստեղծելու մեջ, դրան չնայեմ որպես ինձ սնող հիմնական աղբյուր ու ոչ մի կողքի թելադրանքի չենթարկվեմ։ Ինքը հետո է դարձել շատ կարևոր ինձ համար եկամտի աղբյուր, չփոփոխվելով իր սկզբնական ֆորմատից, բայց եթե ես ստիպված լինեի այդ մի տարբերակով շատ արագ ընտանիքիս համար ասենք հարցեր լուծեի, ես կարող չունենայի այդ ժամանակը այդքան երկար սպասելու, ապացուցելու, վերաապացուցելու, սենց համբերություն կարող չկարողանայի ցուցաբերել, էլի։ Շատ դժվար է, ասենց խոսում ենք, բայց չեմ ուզում խոսքի մեջ մեղադրական լինենք, որտեղ ամեն մեկը հանգամանք ուրիշ է, բայց ես ուզում եմ, որ մարդիկ իրանց զգացածի, իրանց մեծ
մեջ ձևավորված արժեքի հանդեպ անկեղծ լինեն։ Ես ռաբիզ ոլորտից կամ հայկական pop ոլորտից ամենա ուժեղ ու top դեմքերը ընկերական շրջապատից են, շատ եմ հետները շփվում, որովհետև շատ եմ սիրում, ասում կյանքում ամենահավես տիպերը շփվելու ռաբիզ երգիչներն են, ահա որ շատ հավես դեմքեր են, էլի ասենք որ իրանց զանգերը, իրանց խոսակցությունը այնքան ջիգար կա, ասենք այդ 5 րոպեվա մեջ, որ ասում ես որտեղ է գալիս եմ, սենց է, էլի, բայց մեկը իրանք այն մասը իրանց, ովքեր որ իմ մոտ անկեղծանում են, որ ասում են, բայց նենց եմ ուզում մի հատ լրիվ ուրիշ ալբոմ անեմ, մի հատ փախած, սենց լայվ երաժիշտներով, մի հատ ուրիշ գործիք մեջը, բան, սենց ուզում ասեմ, եթե ասում ես, բայց չես անում, անկեղծ չես դու քո հետ ու քո մեջի են արժեքի հետ, որը քեզ ստիպում է, որ դու իմ մոտ այդ քո մյուս չարած գործը որպես արժեքավոր բան ներկայացնես, էլի։ Եթե անում ես, նորմալ է, լավ գումար ես աշխատում, այս հանդիսատեսը ունես, այն էլ արա, եթե դու այն էլ անես սրա հետ զուգահեռ, ես կասեմ, որ ստիպված է ինքը անում ես անորակ գործը, բայց զուգահեռ անում է որակով բաներ, որտեվ իր մեջի արժեքը երաժշտական ամեն դեպքում ցկտում է այն անելու։ Երբ որ դա չես անում ես մենակ այն մնացած իմ համար մի քիչ փուչ խոսքեր է, էլի։ Ես ուզում եմ, որ երաժիշտները, ովքեր ինձ կոնկրետ ասում են, որ ուրիշ երաժշտության կարիք ունեն, այդ կարիքը իրանց համար իրականացնեն, որտեվ ասում ֆինանսապես հաստատ փառք Աստծո իմ ընկերներն չեմ ուզի երբեք խնդիր ունենան, չունեն։ Կարան ամենալավ երաժիշտերի հետ ժամանակ տրամադրեն, նստեն, լավ երգեր գրեն, այդ շատ կուզեմ ունենան ալտերնատիվ, եթե դրա կարիք ունեն ու ասում են, բարձր ձայնում են, անեն այդ։ Այս ոդկասթից հետո հուսով եմ բանը մի քանի ամսից ալտերնատիվ ռաբիս նոր ժանր դուրս կգա։ Ու շատ հետաքրքիր ալբոմներ կտեսնենք։ Ոնց որ Թաթուլն ասում է ռաբիզը լսելու բանը, ջազ լսեք, ռոք լսեք։ Արվեստն նենց ծիծաղալու հումոր ունեն ու ռաբիզ աշխարհում առասարակ այնքան ծիծաղալու հումորներ է պատտվում, ասենք բան են, մի քիչ ջերմ ժողովուրդ են, էլի։ Հա, միանշանակ տենց է։ Չգիտեմ, իսկ բանը դեռ ես պետք գիտես ինչ թեմա գալի։ Քո կարծիքով մենք փողի վրա շատ կենտրոնացած ժողովուրդ ենք։ Ինձ թվում է չափազանց, բայց այդ լավ օրերից չի գալիս ոչ էլ որոշում է։ Մեր համար երկար ժամանակ հացը նենց է օրվա խնդիր եղել, իսկ հացը հավասար է փողի, էլի, որ հիմա նույնիսկ ամբողջովին չէ, բայց հաստատ ոչ բոլորի մոտ է տենց, էլի շատ բան է փոխվել 90-ականներից հետո, էլի հացը շատ ընտանիքների համար առաջնային խնդիր չի։ Կոնկրետ ես հիշում եմ մեր բակում բոլորիս համար այդ խնդիր էր, էլի։ Դե հա, սա հիմա նույն շրջապատը ու մեծացել եմ, այդ խնդիրներով չենք ապրում։ Ուրիշ խնդիրներ կա, փառք Աստծո, ոնց որ այդ անցել է, բայց վախը այդ օրերին վերադառնալու բոլորի մեջ կա, էլի թաքնված, որ էլի այդ հացի պակասն ու հացի պայքարը չլինի, իսկ հացը, քանի որ ինքը ասում եմ հավասարազոր է գումարի, դրա համար մեր համար գումար ունենալը ոնց որ ստրախովկա է այդ օրերից խուսափելու, եթե դրա վտանգը կգա, էլի, ապահովագրում ենք մեզ անընդհատ գումարի հետևից վազելով, մենք մեզ ու մեր երեխաներին ոնց որ ուզենանք ապահովագրենք այդ օրերը վերապրելուց։ Եթե մի երկու սերունդ անցնի, այս կանցնի, էլի, մենք արդեն կձևավորենք մշակույթ եղածի մեջ եղածով բավարարվելու ու դրա մեջ կյանքից հաճույք ստանալու։ Անդադար այդ մրցավազքը մեր կյանքում կվերանա, էլի։ Բայց մյուս կողմից նայում ես, նայ, դες վախում ենք, որ այդ օրերը գա, բայց շատերը ես նայում եմ, շատ ոչ ռացիոնալ են ծախսում այդ փողը, Գիտելիք չունենք մենք ֆինանսով։ ոնց որ դու վախում ես, որ հանկարծ այդ վատ օրերը չկա, բայց գնում ես վարկով սալոնից ավտո ես առնում, այնքան որ գործի տեղը ասեն, չգիտեմ, Արտյոմն էլ է թազա ինչ որ չինական կամ եվրոպական ավտո քշում, էլի։ Բայց մենք իրար ապացուցելու բան ունենք, ու էլի այդ գալիս է այդ սոված օրերից։
Դու անպայման ուզում ես բոլորը իմանան, որ դու էլ սոված չես։ Հա, բայց տենում ենք էլի, որ Մաքսիմալ սոված գրոտեսկ չենք, ես հա։ ցույց տալիս, էլի։ Դե էդ էլի բանի հարց է։ Մեկը ինտելեկտի հարց է, էլի։ Դու տեսնում ես, օրինակ եմ ասում, Ինտելեկտ թե պահելաձև, ավելի շատ պահելաձև սոցիումի ոնց որ սովորություններ։ Որտեվ ես մարդիկ ազնիվ եմ ասում։ Մարդը իմ շրջապատում մարդ կա, որ սալոնից ավտո է առել, որը իմ ավտոյից երևի մի 5 անգամ թանգա, բայց դրանից 2 ամիս հետո ինձնից պարկով փող ա ուզել։ Այսինքն այդ խոսում է այդ մարդու ֆինանսների ոնց ասեմ, հանդեպ տոտալ գիտելիքի բացակայության կամ ինչ որ մեկին ինչ որ մի բան ապացուցելու ավելի շատ ինձ թվում է այդ, որտեվ ինչքան էլ ֆինանսներից թույլ լինես, մեկը գիտես ինչքան գումար ունես, գիտես այդ մեքենան ինչ արժի, ակնհայտ է քո համար, որ եթե այդ բոլորը տաս մեքենան առնես, սոված կմնաս, էլի։ Եթե դրա կողքը չկա շատ ավելի լուրջ դրդապատճառ, ինչը որ կարա լինի ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելը, իսկ մենք տենց պոնտերի մասին շատ լուրջ ուսումնասիրությունների առարկա կարանք դառնանք որպես ազգ, դու այդ չես անի, էլի, որտեվ ակնհայտ է սոված կմնաս։ Իսկ ֆինանսական գիտելիք բնականաբար չունենք։ Ես անձամբ չունեմ, չեմ ստացել, ոչինչ դպրոցն է տվել, ոչ ծնողներս են տվել, մենք բոլորս ունենք կենթանի մնալու լուրջ սկիլեր, ասենք ունակություններ, բայց ֆինանսական գիտելիք չունենք։ Ես այս վերջերս ինչքան փորձեցի դրա տեղը հանեմ ինչ որ գրքեր կարդալով, մեկը ինձ համար դժվար ընկալելի ոլորտ է այդ, էլի։ Ես ինչ հնարավոր ֆինանսական սխալ կա արել եմ դրա վրա լավ սովորել եմ ամեն ինչ, դասերս լավ սովորել եմ։ Ես ոդկասթներից քո որ դիտել եմ, քո հարցերից զգում եմ, որ դու արդեն այդ արժեթղթերի շուկաներն ու բորսաներն ու բաները մարսել ես։ Ես մի հատ Ռոբերտ Կիոսակիով ոնց որ իմ ամբողջ գիտելիքները բավար արեցի, ասենց գնացի դրա համար ես ունեմ մենեջեր, ով իմ մանկության ընկերն է, ամենաառաջին ընկերս երևի, մինչև հիմա մենք ասենք ընկերություն ենք անում, ինքը մեծ ֆիրմա ունի, ասենք մի 50 աշխատող ունի, բան առհասարակ կարող ինձնով չզբաղվի, էլի, բայց ինքը նաև իմ մենեջերն է ու այդ սաղ թեման վստահված է իրան, այդ ֆինանսական գրագիտությունը, եթե ինքը իմ համար չանի, ցանկացած ուրիշ մարդ որ լինի մենեջերը, ասենք, նենց կխափի, առհասարակ ոչ մի բան չեմ հասկանա, ոնց եղավ, որ տենց եղավ, էլի։ Բայց այդ ցուցամոլությունը կարող է լինի տենց մի հատ հետաքրքիր դիտարկում ասեմ, որպես կորելացիա նկատել եմ, կարող է սխալվում եմ, դու ինձ ասա, եթե կարծում ես օրինակ սխալվում եմ, բայց օրինակ ես տես դժվար պատմություն ունեցող ազգ ենք մենք, այդ տարատեսակ ստրկությունների մեջով անցած, չունեցած, հաղթած, պարտված, սենց ոնց որ դինամիկան շատ մեծ է, էլի։ Ու ես նայում եմ հաջորդ այն ազգերը, ովքեր ստրկության մեջ են եղել, օրինակ աֆրոամերիկացիները, ովքեր ասենք Միացյալ Նահանգներում ստրկության մեջ են եղել ու հետո ազատվել են, ու հիմա իրանց կյանքի, բարքի ու արժեքների մեջ ու մեր նենց կորելացիա կա յուրահատուկ ցուցադրության, ինչքան ցեպս հաստ է, ինչքան մեքենաս ճոխ է, ինչքան մորթին, տես որ մարդիկ գնում են խոպան, հետ են գալի պարտադիր շատ մեծ մորթիով օրինակ։ Դու ակնհայտ գիտես, որ ինքը շատ աղքատ է գնացել խոպան, բայց նա ձեռքը գումար անկել, մաքսիմալ պիտի ցույց տա, որ սենց մորթիով, ոսկի ատամներով, բան սենց գալիս է։ Այդ մի քիչ նմանություն եմ տեսնում դրանց մեջ, էլի, որ շատ արագ ուզում ես ցույց տաս, որ ես արդեն հարուստ եմ, ես էլ են չեմ, բան, այսինքն ինձ թվում է մենք դեռ ապրում ենք այդ ժամանակաշրջանը, որ մենք դեռ պիտի ապացուցենք, որ մենք արդեն ունենք ախպեր, մենք էլ ունենք։ Ու դա շատ տենց ակնհայտ երևում։ Կրթված ու կրթություն ստացած մարդկանց մոտ, ովքեր գնում են դուրս տան հիմնականում կրթություն, այդ մի քիչ արդեն փոխվել է, էլի, իրանք միակ բանը, որ ուզում են իրանք ցուցադրեն, գիտելիքն է։ Արդեն հարստությունը ներսից է։ Երբ որ ներսը դատարկ է լինում, դու մեկը դրսով պիտի ինչ-որ մեկին գրավես, էլի, սիրամարգի պոչ անես, որ ասենք ես այստեղ եմ։ Բայց երբ որ մարդիկ գնում են ներսը հարստացնում են, այնքան քիչ են ուշադրություն դարձնում։ Տեսելիս վեճները չի ասենք, էլի, ինչ որ աչքի ընկնող բաներ դնեն իրանց վրա կամ հագնեն բան։ Իրանք ներսից հարուստ են, որ կանգնում ես իրանց այդ երկու բառ խոսում ես, շատ արագ է հասկացում, որ իրանք հարուստ են։ Բայց երբ որ այդ չկա, ինքը պիտի բանալին պահի ձեռքը, ինքը պիտի խաչը դուրս գցի հաստ, ասենք, բա մի կերպ պիտի ցույց տա, էլի, որ ինքն էլ էս կյանքում մի բան ունի, որտեվ իր ունեցածն էլ շատ այց բան է, էլի, շոշափելի բաներից է, էլի։ Պետք երևա։
Հա, դրա համար կարծում եմ մենք դեռ այդ փուլում ենք, որ մեր մեջը ցավն ու վերքը կա, որ ոչինչ չենք ունեցել ու ով հասցրել է այս ընթացքում ունենա, ինքը մաքսիմալ ցույց է տալիս, որ չասոցացվի չունեցողների հետ, էլի, որ ես կարողացա։ Ես թվում է այդ փուլն ենք մենք ապրում, ոնց որ օրինակ Ամերիկայում օրինակ սևականների մեջ հաջողության հասած խումբն է ապրում էլի այդ ցուցադրական բաներով։ Ես նմանություն շատ եմ տեսնում։ Մի քանի օր առաջ Wine Days-ին տես մի հատ պատկեր տեսա Սարյանի վրա ու նկարացի story արեցի ու տես շատ մարդիկ դա գրեցին այդ story հետ կապված բաներ Lamborghini էր, որ Lamborghini դեմը տես ջարդած ինչ են ասում դրան Աթոր Չէ, ջարդած ամեն ինչ կա։ ջարդած հետևով մարջ էր դեմը կանգնած, ու ասես նայում էր այնտեղ $2,000 մարջ ու չգիտեմ $700,000 Lamborghini ու տենց ու այդ պատկերը ոնց որ տենց Երևանը շատ ցույց տար էլի շատ ասենք վառ իրական sense Երևանյան պատկեր էլի որ երկու ծայրահեղություն իրար կողքը նույնտեղ Սարյան փողոցի վրա շատ հնարավոր է որ երբ որ տերերը մեքենաների գան, չեմ ասում հաստատ տենց է, բայց շատ հնարավոր է, որ տերերը մեքենաների գան, մարչի մեջ օրինակ նստի մեկը, ով որ շատ շուտով IT ոլորտում նենց մի հատ ստարտափով ասենք բացնելու, իր ուշքու միտքը հետ է դա։ Իսկ Lamborghini մեջ նստի մի հատ տենց մի հատ ջահել, որ ոչինչ իր կյանքում չի արել, էլի։ Դու փորձը տենց է ցույց տվել, բայց հիմա ասում եմ փոխվում է, հիմա մի հատ սերունդ է գալիս, որ իսկականից կարա հակառակը լիներ, նաև այդ Lamborghini մեջ նստել մարդը, որ ստարտափով ասենք պայթացրել է Հայաստանից, աշխարհում թույն ասենք մի հատ բան է ստեղծել, կամպանիա է ստեղծել ու հիմա Lamborghini-ա քշում ու իրան հալալ է շատ։ Հա։ Այդ երկրորդ ծայրահեղությունը ես տեսնում եմ որ զարգանում է։ Ծայրահեղություն չէ արդեն։ Այդ արդեն Չէ դե սեփական քրտինքով հիմա ունի այդ հնարավորությունը, էլի, ես նայում եմ մեր IT ոլորտում հաջողության հասած տղեկին, որ հովվեսս գալիս է, էլի։ Մտքով կարողացել են հասնել, էլի։ Այսօր արդեն մենք Հայաստանում ունենք մարդիկ, որ իրանց գիտելիքով կարողացել են շատ հարստանալ։ Գիտելիքով։ Ճիշտ ժամանակին, ճիշտ անշարժ գույք կամ ինչ-որ գործարան սեփականաշնորհելով չէ։ Չնայած դրան համար էլ գիտելիք պետք է ժամանակին, այլ կոնկրետ գիտելիք ծախելով, ինչ-որ product ստեղծելով կարողացել են հարստանալ ու դրսից փող բերելով, էլի։ Չգիտեմ, այդ շատ լավ է։ Համենայն դեպս փոխվում է։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում։ Ի՞նչն է ստիպում առաջ գնաս, չգիտեմ, արթնանաս ու անենես այն ինչ-որ անում ես։ Իմ համար դժվար է ավելի շատ քնելը, արտանալը իմ համար հեշտ է, որովհետև երբ որ մի բան գլխիս մեջ կա, դրա մասին դադարել մտածել իմ համար խնդիր է։ Եթե գիշերվա ինչ որ մի բայի արտանում եմ, ես պիտի չհիշեմ ինչ ունեմ վաղը անելու, որտեվ էլ չեմ կարողանում քնեմ։ Այնքան բան ունեմ անելու ու բոլորի մասին դրական կարամ խոսամ, այդ բոլոր մտքերն ու նպատակները որ կա, իսկ իմ ընտրած մասնագիտության մեջ երբեք գործը ավարտ չի ունենում աշխատանքային ժամի ավարտի հետ, էլի։ Միշտ կիսատության զգացողություն կա, որը շատ է խանգարում քնելուց։ Իսկ արտանալու համար շատ հերիք է, էլի։ Վարկյանը տեմ որ ես արտանամ, որովհետև գիտեմ լիքը բան կա անելու։ Որտե չի կա վերջանալու երբ։ Չէ, չի վերջանալու է իմ հետ, էլի։